Ողջույն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցը ամփոփվեց Ադրբեջանում, ուր նա ստորագրեց ռազմավարական գործընկերության խարտիա այդ երկրի հետ, մի բան, որ արդեն Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ ունի 1 տարի շարունակ։ Ադրբեջանական խարտիան ընդգրկում է նաև գործակցություն էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում, մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց Ադրբեջանի ամերիկյան պարեկային նավակների զրահաբաշխումների տրամադրման շուրջ Կասպից ծովում անվտանգությունը ապահովելու համար, բայց եթե ինչպես նշեցինք, Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ նոր է այդպիսի գործակցություն ծավալում, Հայաստանի հետ ավելի կոնկրետացված էին Վենսի այցի ժամանակ ծրագրերը, արդեն հայտնի է, Հրազդանում է արհեստական բանականության գործարան կառուցվում Firebird եւ Nvidia ընկերությունների շնորհիվ ԱՄՆ-ն հաստատեց $11 միլիոն հետախուզական դրոնների վաճառքը Հայաստանին, ստորագրվեց նաև 1-2-3 համաձայնագիր Հայաստանում ամերիկյան մոդուլի ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումներ առկա են, սա արդեն կարող է փոխարինել Մեծամորի ատոմակայանին։ Factor TV-ում հրավիրել ենք քննարկում հասկանալու J.D. Vance-ի այցի արդյունքները Հայաստանի, Ադրբեջանի համար քննարկմանը մասնակցում են Դավիթ Կարապետյանը միջազգայնագետ, Դիանա Կարապետյանը Ադրբեջանի հարցերով վերլուծաբան, Ավետիք Քերոբյանը Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, Յուրի Մովսեսյանը Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող, Վովա Հակոբյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Սկսենք ձեզնից, պարոն Հակոբյան, ես լսեցի նաև քննադատություններ, որ Վենսի այցը այսպես գլոբալ առումով ավելի շատ Ադրբեջանին էր ուղղված, հաշվի առնելով դրա էներգետիկ կամ կոմունիկացիոն դիրքավորումը, հնարավորությունները, իսկ դեպի Հայաստան այս մեկօրյա այցը դա ուղղակի կանգ առեր, հա, այսինքն Ադրբեջանն ավելի շատ բան ստացավ, քան Հայաստանի Հանրապետությունը, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ, ինչպես է գնահատում այս այցի արդյունքները։ Շնորհակալ եմ, ինձ թվում է լրիվ հակառակն է, որովհետև այդ նույն քննարկումները կան նաև Ադրբեջանում, որ նշում են մտահոգություններ են բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանն է ավելի շատ բան ստանում, քան Ադրբեջանը, իսկ Հայաստանը հստակ բաներ ստացել է դեռ անցած տարվանից, հունվարից մենք, եթե Ադրբեջանը նոր է ստորագրում այդ ռազմավարական խարտիան, փաստաթղթը մենք դա արել ենք նախորդ վարչակազմի հետ, որը շարունակվում է նաև այս վարչակազմի հետ, J.D. Vance-ը իր հետ բերել էր հենց ձեր նշած արդեն ԱԹՍ-ները $11 միլիոն Հայաստանը հենց փաստաթղթեր է ստորագրել չիպերի արտադրության հետ կապված, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, նաև միջուկային խաղաղ ծրագրի հետ կապված մոդուլային ատոմակայանի հստակ փաստաթղթեր են, որոնք triple ունենք մենք երկկողմանի, շատ է խոսվում նաև ընդդիմության կողմից չգիտեին արդեն ինչին կպնեին այդ հանդիպման ընթացքում, խոսում էին, որ ներդրում բառը չի հնչել, չնայած թարգմանությունը այդպիսին է եղել, չնայած պարզվեց, որ թարգմանիչն եղել էր Միացյալ Նահանգների կողմից բերված թարգմանիչ, բայց J.D. Vance-ը թռիչքից առաջ վերահաստատեց, որ այո 4 միլիարդ դոլարի հենց ներդրումներ են սպասվում Հայաստանում, արդեն նշածս ոլորտներում եւ չմոռանանք TRIP-ը, որը երկկողմ ծրագիր է եւ միլիոնավոր դոլարների ներդրումներ են լինելու նաեւ TRIP-ում, այնպես որ կարծում եմ հիշում եք 90-ականներին Միացյալ Նահանգների հետ, երբ Ադրբեջանը պայմանագրեր էր ստորագրում հատկապես էներգետիկ ոլորտում, Հայաստանում մտահոգություններ կան եւ Միացյալ Նահանգների գաղտնազերծված փաստաթղթերով Միացյալ Նահանգների պաշտոնյաներ ասում էին, որ հավասարակշռությունը կփոխվի, մինչեւ այդ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, որպեսզի Հայաստանն էլ օգտվի այդ ծրագրից եւ չստացվեց ու Ադրբեջանը մենք տեսանք, թե ինչպես կարողացավ տնտեսական իմաստով խզել այդ տարբերությունը երկու երկրի խզվեց տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական իմաստով նկատի ունեմ, այդ բալանսը խորացավ եւ հիմա Ադրբեջանում ունեն մտահոգություններ, որ այդպեսին կարող է լինել հիմա արդեն Հայաստանի հետ կապված, բայց առնվազն Հայաստան եւ Ադրբեջան համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ հավասար է եւ Միացյալ Նահանգները փորձում է այդ պարիտետը պահել եւ անգամ դիվանագիտական ժեստերով է դա ցույց տալիս, որ այդ պարիտետը փորձում է իրենք պահել ու իրենք այնպես չեն անում, որ դաշնակից լինեն կողմերից մեկի հետ ի հաշիվ մյուսի։ Փորձում են այդ պարիտետը պահելով խաղաղությունը
հավերժ դարձնել։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Քերոփյան, տեսեք, արդյոք ամերիկյան այս ծրագրերը, այցը, ընդհանրապես ներկայություն նպատակը կարող է խաղաղությունը պահել, ինչպես պարոն Հակոբյանն էր նշում, եւ Վենսը իր խոսքում թրիփի մասին խոսելիս ասում էր, սա հնարավորություն է, որ կողմերը կարճած մնան խաղաղությանը, թե անվտանգությունը ձեր կարծիքով մի քիչ այլ բան է, քան անում է Հայաստանի իշխանությունը։ Ինչ եք դուք տեսնում եք ձեր գնահատական։ Դե տեսեք, մեզ անընդհատ փորձում են համոզել, որ կա խաղաղություն, մինչդեռ այդ խաղաղությունը ոչ մի կերպ չկա։ Հայաստանի տարածքները ռազմակալված են, դեռևս 2020-21 թվականից այս կողմ Հայաստանը մոտավորապես 240 կիլոմետրով փոքրացել է, եւ դրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Խաղաղության հիմնական գործոններից մեկը պետք է լիներ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը, որը 2024 թվականի սեպտեմբերից թե օգոստոսից հաստատվել է դրա աշխատակարգը եւ գեթ 1 սանտիմետր սահման չի սահմանազատվել, սահմանագծվել։ Այսինքն մենք խաղաղության մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ գոյություն ունի ռազմակալված տարածքները Հայաստանից, որտեղից Ադրբեջանը ընդհանրապես չի պատրաստվում դուրս գալ մեկ եւ Հայաստանի կառավարություն ներկայացնող վարչախումբը ընդհանրապես որևէ կերպ չի էլ փորձում այդ տարածքները վերադարձնել։ Կներեք, եթե Վենսի այցի Հիմա համատեքստում տեսեք, Վենսի այցի համատեքստում այս ամեն ինչ պետք է վեր բարձրացվեր։ Հա, եթե սա խաղաղության այց է եւ ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, սա ամրապնդելու է խաղաղությունը, խաղաղության մասին, հենց խաղաղության մասին, այստեղ ոչ մի բան չկա։ Հա, կան ինչ որ գործարքներ, կան ինչ որ խոստումներ, կան ինչ որ բաներ, որոնք որ թղթի վրա նույնիսկ այսպես դեռ մարմին չեն ստացել, նախագծել են նույն այդ մոդուլային ատոմակայանի, դեռևս այդ նախագիծը չի էլ հաստատվել, ոչ մի բան չկա դրանից։ Հա, կան ինչ որ խոստումներ, կան մասնավոր նախաձեռնություններ, որոնք այո իրականացվում են, բայց իրականացվում են մասնավոր ներդրողների եւ դրա այսպես ջանքտագովների ջանքերով, նույն օրինակ AI գործարանը, մարդիկ որ դրա հետևը կանգնած են, հաջողության մեծ փորձ ունեն։ Հա, բայց այն ինչ պետք է արվի իրականում խաղաղություն հաստատելու համար, ոչ մի բան չի արվում։ Կան փոքր գործարքներ, բայց խաղաղության մասին գործարք չկա։ Շնորհակալ եմ ձեզ, սա ներածական խոսքն է, ես գիտեմ ուզում եք հակադարձել քիչ անց։ Խնդրեմ Տիկին Կարապետյան, ես կուզեմ ասեք Ադրբեջանում ինչպիսի քննարկումներ, ես գիտեմ, որ քննարկումներից մեկն էլ վերաբերում էր Վենսի կատակին Ալիևի կնոջ առնչությամբ, հիշեցրեք ինչ էր դա, եւ Ադրբեջանում ինչ են քննարկում այսպես։ Վենսը այլպես սկսեմ։ Վենսը Ալիևին հիշեցրել էր, որ իր կինը նաև փոխնախագահն է եւ այդ առումով որոշակի փորձել էր հումոր անել, սակայն դիվանագիտական լեզվով դա կարող ենք ասել, որ այդքան էլ հումոր չէր եւ պարզապես Վենսը ինչ որ առումով մտահոգություն էր հայտնում առայն, որ Ադրբեջանի պետական իշխանության հիերարխիան կազմակերպվում է այդ կարգով, այսինքն ամուսինները կարող են լինել նախագահ եւ փոխնախագահ։ Ասել էր, որ ձեր կինը նաև փոխնախագահն է, հույսով եմ երկրորդ տիկինը նկատի ուներ իր կնոջը նման ուրեմն համակություններ չի ունենում։ Այո, ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում արձագանքներին, նախ այնտեղ բավականին վհատությամբ են ընդունել Հայաստանի հետ կնքված այդ ձեր ասած 1-2-3 համաձայնագիրը եւ կարծում են, որ այս առումով ԱՄՆ-ն առնվազն մի քանի շրջափուլերում Հայաստանի համար լինում է այդ անվտանգային խարիսխը որոշակիորեն եւ կոնկրետ Երևանյան այցը Վենսի բավականին ավելի խոսուն արդյունքներ է գրանցել, ինչպես այնտեղ են խոսում, քան Բաքվում։ Իհարկե այնտեղ եւս ստորագրվեց, ինչպես նշեց իմ գործընկերը Խարտյան եւ ոչ միայն, սակայն արդյունքների առումով Երևանյան այցը բավականին գայթակղիչ էր։ Ադրբեջանում պահը չկորցրեցին եւ խոսեցին 907-րդ ուրեմն ուղղման մասին եւ բարձրաձայնեցին դա նաեւ Վենսի հետ քննարկման ժամանակ, եթե ես ճիշտ եմ ֆիքսել այն մասին, որ քաղաքական առևտուր է, ոչ դիվանագիտական լեզվով, պետք է իրականանա նաեւ այդ կերպ, եթե Հայաստանին առաջարկվում է կամ տրվում է այս արտոնությունները, ապա Ադրբեջանի հետ առևտուրը, այսպես ասած, պետք է լինի նաեւ 907-րդ ուղղման հետ կապված, եթե ռազմավարական գործընկերներ եւ հարաբերություններ բարձրացում են այդ մակարդակի, ապա չեն կարող լինել այդ սանկցիաները, որոնք ենթադրում այդ ուղղումը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում ընդհանրապես ուզում են չեղարկման հասնել, չէ՞, բայց դա կոնգրեսն է չեղարկում, եւ ոչ թե նախագահական մի քանի փուլեր պետք է անցնի, որպեսզի այդ չեղարկումը լինի, այնտեղ փորձագիտական մակարդակում նշում են, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները ոչ այդքան լավ փուլեր են ունեցել, հաշվի առնելով հայկական լոբիի աշխատանքը ԱՄՆ-ում, դա հատուկ
շեշտում են եւ նշում են, որ այս պահին հասել են այս մակարդակին, որովհետեւ որոշակիորեն թույլացել է այդ ճնշումը ամերիկյան իշխող վարչակազմի վրա եւ նշում են, որ այդ 907-րդ ուղումն էլ, որը գործարկվում է այս պահին, հենց լոբիի աշխատանքի արդյունքն էր եւ այսօր իրենք տեսնում են, որ կա ռացիոնալ հնարավորություն այդ ուղղման վերացմանը հասցելու։ Իհարկե կարծում են, որ նաեւ ադրբեջանական իշխանության ձեռքին բավականին արժեքավոր խաղաքարտ է գերիների եւ պահվող անձանց համատեքստը, այստեղ, որովհետեւ նա կարող է բավականին բարձր գնով, ինչպես ասում են, վաճառել այդ խնդիրը ամերիկյան կողմին։ Շատ է, Վենսի խոսքում մի բան կարելի էր նաև ֆիքսել, որ երբ որ այդ ԱԹՍ-ների վաճառքի մասին էր խոսում, նա օգտագործում էր զսպում բառը եւ ասում էր նախագահ Թրամփը լավ հասկանում է, որ խաղաղությունը հնարավոր է, հիմա բառացի չի, այսինքն որոշակի հավասարակշռության պարագայում, հա, սա ինչպես հասկանալ, կարող ենք հասկանալ այնպես, որ ամերիկյան կողմը նախ TRIP-ի եւ մյուս բոլոր գործընթացների շրջանակում տարածաշրջանը դիտարկում է հակամարտությունից զերծ շրջան եւ այստեղ իր վերահսկողությունը իր դոմինանտ դերը տարածաշրջանում հաստատելը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ այստեղ առավելապես գործելու են իրենց պատկերացած այդ բիզնես մտածողության հարաբերությունները, քան հակամարտային եւ ինչ որ տարածքներ հետ բերել, վերցնել եւ այլն, սակայն ադրբեջանական կողմը սա լիարժեքորեն չի, այնպես չի, որ լիարժեք է ընդունում, հաշվի առնելով իրենց ծավալապաշտական նկրտումները Արևմտյան Ադրբեջանի եւ մնացած բոլոր կեղծ նարատիվների հետ կապված։ Շնորհակալ եմ, շատ կվերադառնանք, այ պարոն Մովսիսյան, դուք ինչ եք տեսնում, արդյոք պետք է ընդհանրապես այսպես հասկանալ Ադրբեջանը շատ բան շահեց, մենք շատ բան շահեցինք, թե սա process է, մրցակցություն է, այսպես ասենք, որին պետք չի շատ այսպես մեծ նյարդերով մոտենալ։ Չնայած Հայաստանում նյարդերը մեծ են իրականում։ Տեսեք, ցանկացած գործընթացի արդյունքներ գնահատելիս, հատկապես այս պարագայում երկու կարևոր գործոններ պետք է հաշվի առնենք, ինչ կոնտեքստում եւ դինամիկայում են այս գործընթացները տեղի ունենում եւ քանի որ ես տեսա, որ մեդիատիրույթում շատեր են պնդում, որ սպասեք գնա Բաքու Վենսը, նոր կգնահատենք համապարփակ, այս երկու գործընթացի տեսանկյունից, այսինքն համեմատական վերլուծության տեսանկյունից պետք է նայել ու ես հիշում եմ, որ թե 2025 թվականի հունվարին, երբ որ Հայաստանը կնքում էր արդեն նախորդ ադմինիստրացիայի հետ ռազմավարական գործակցության խարտիան, եւ թե մի քանի օր առաջ այո, եւ թե 2025 թվականի արդեն օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները մենք բոլորս մտահոգություններ ունեինք, որ գուցե որոշ բաներ թղթի վրա մնան, շատերս օրինակ նաեւ թերագնահատում էինք հայկական կողմի կարողունակությունը, որ գուցե այս օրակարգերը բավարար չափով առաջ տանեն, օրինակ ես երբ որ հնարավորություն եմ ունեցել տարբեր ձևաչափերով հանդիպել, ոչ թե այդ վնասար տարբեր նարատիվների շուրջ եմ իմ հարցապնդումները առաջ քաշել, այլ արդյոք հայկական կողմը օգոստոսի 8-ի կնքված ոչ միայն հռչակագրի, այլ նաև փոխըմբռնման հուշագրերից բխող գործողություններ advokացիա իրականացնում է թե ոչ։ Հիմա մենք ինչ ունենք, մենք առնվազն Վենսի այցից հետո կարող ենք պնդել, որ Հայաստան-ԱՄՆ օրակարգը ԱՄՆ-ում ունի երկուսակցական աջակցություն, նույնը չի կարող պնդել Բաքվում ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, որտեղ մենք հիշում ենք, որ նույն ԱՄՆ նախընտրական շրջանում Իլհամ Ալիևը բացահայտ աջակցում էր Թրամփին, իհարկե հեղում անելով ավանդական արժեքներին, որ Թրամփը խաղաղություն է բերում եւ այլն, բայց այստեղ խնդիրը նրանում էր, որ հայկական կողմը հատկապես Թրամփի վարչակազմի գալուց հետո մի բան կարող է եզրակացնել, որ երկու կուսակցությունների հետ, երկու ուժերի հետ էլ կա հստակ ռազմավարական օրակարգ եւ սա շատ կարեւոր է։ Մյուսը իհարկե, երբ որ համեմատում ենք Բաքվում ինչ մեսիջներ հնչեցին, ինչ հստակ շոշափելի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանում, այստեղ նման կատակներ չհնչեցին, չէ՞, ոնց հասկանալ։ Այստեղ նման կատակներ չհնչեցին եւ ամենակարևոր մեսիջը, որ ես օրինակ ես էլ գայթակղությանը տրվեցի եւ չսպասեցի այդ Բաքու այց տեղի ունենա եւ գնահատական տվեցի, դա Վենսի ասած այդ խոսքն է, որ դուք էլ մեջ բերեցիք, ես ավելի ուղիղ մեջ բերեմ, ինքը ասած մեր նախագահը Թրամփը գիտի, թե իրական խաղաղությունը ոնց են կառուցում եւ այն հիմնված է իրական զսպման գործիքների վրա։ Իրական սա միջազգային հարաբերությունների այտենց ամենակարողունակ հայեցակարգներից մեկն է, որ այսօր շատ է դրա մասին խոսում։ Մենք տեսնում ենք Եվրամիություն ԱՄՆ հարաբերությունները եւ այսօր Եվրամիությունը փորձում է արդեն նոր մտածել իր ներքին դիմականությունը բարձրացնելու ուղղությամբ եւ մենք էլ պետք է հասկանանք, թե մենք ինչ ժամանակային կոնտեքստում ենք այս հարաբերությունները կառուցում եւ այն մտահոգությունները հիշում եք, որ Թրամփը իր
սոցիալական մեդիայում գրել էր, որ Բաքվին կտանք սա, Հայաստանի սա, բոլորս ասում ենք մի րոպե, հա, ավելի բոլորս չէ, բայց որոշակի խումբ ասում էր իրենց ռազմական, իրենց զենք մեզ ոչ մի բան եւ այլն, հայտնի պրոֆեսորներ, բազմաթիվ այտենց ծաղրակի առարկա կարծում եմ դարձան այս երկու այցերից հետո Հայաստանը ավելի խորը ռազմական պաշտպանական համագործակցություն շոշափելի արդյունք ստացավ, քան Ադրբեջանի դեպքում էր եւ մյուս կարևոր բանը, որ մենք կարող ենք ֆիքսել, որ այս մի քայլ առաջ լինելը Բաքվից Հայաստան ԱՄՆ օրակարգում դա չի նշանակում, որ մենք այլևս տնային աշխատանք չունենք անելու։ Հակառակը ըստ էության մենք 1 տարի առաջ ենք Բաքվից, որովհետև իրենք նոր են խարտիա կնքում, մենք արդեն խարտիայից ու փոխըմբռնման հուշագրերից բխող հստակ պայմանավորվածություններ ունենք։ Մի բան էլ ավելացնենք այստեղ եւ փաստ ենք, հա, ԱՄՆ-ը ըստ էության հասանելի է դարձնում իր միջուկային տեխնոլոգիան Հայաստանի համար, արհեստական բանականության եւ ՏՏ առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ տալիս է ԱԹՍ, որի ռազմական տեխնոլոգիաները Հայաստանում առնվազն մեզ հասանելի կդառնան, իսկ Մխիթար Հայրապետյանը ասում էր, որ չի բացառվում նաև այսպես շարունակվի, հա, զենքի բայց մեկ կարևոր դիտարկում էլ կա, երբ խոսում ենք 1, 2, 3 համաձայնագրի մասին, դա դեռևս չի նշանակում, որ Հայաստանը այդ համաձայնագիրը ստորագրելով պարտավորվում է, որ Հայաստանում մոդուլային ռեակտորներ տեղակայել են։ Այստեղ խոսքը նրա մասին է, որ ԱՄՆ-ն հայկական կողմին այնքան է վստահում, որ պատրաստ է այդ շատ զգայուն տեխնոլոգիաները կիսվել հայկական կողմի հետ, ինչը աշխարհում շատ քիչ երկրներ պատիվ ունեն։ Նույնը կիսահաղորդիչների բնագավառում, հատկապես կիսահաղորդիչների ու հազվագյուտ մետաղների առումով համագործակցությունը կարծում եմ շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև եթե տեսնում ենք Թրամփի արտաքին քաղաքականություն, հատկապես տնտեսական իմաստով, ըստ էության այն զգայուն կախվածությունները, որ ԱՄՆ-ն ունի Չինաստանից, ամերիկյան կողմը փորձում է նվազեցնել Կենտրոնական Ասիայի միջոցով եւ այլ տարածաշրջաններում այդ հազվագյուտ մետաղների արդյունահանման ու վերամշակման ու հայկական կողմը պետք է փորձի այս խաղաղությունը հնարավորինս այս ոլորտներում շոշափելի դարձնել, որովհետև որևէ ադմինիստրացիա, որևէ արտաքին փրկիչ չի կարող երաշխավորել խաղաղություն, եթե չկան դրա հետ ուղեկցող հստակ տնտեսական էֆեկտներ։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, ձեր գնահատականները։ Ընդհանուր process-ի մասին։ Ընդհանուր առմամբ Հայաստանը ավելի շատ շահեց Ադրբեջանը։ Խոսում ենք հայ-ամերիկյան եւ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին, որբիսի կարճ ժամկետում անաչառան կողմնակալու սթափ քննադատական տանք, ու ես փորձեմ իհարկե ինչքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում էմոցիա զերծ, միֆազերծ, հա, եւ ռեալ պոլիտիկի շրջանակներում քննադատական տալ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ։ Այդ նույն հարաբերությունները ունեն գրեթե սիմետրիկ։ Ադրբեջանի Հանրապետությունը առավել եւս վերջի այցելության շրջանակներում։ Այստեղ գիտեք, նեղ մասնագիտական ինչ որ հատված կա, երբ որ դու փորձում ես երկու այցելությունների շրջանակներում դիդարգես մեկ այցի շրջանակում ով ինչ ավելի շատ ձեռք բերեց, ով ինչ դուժեց կամ բան։ Հարցի էությունը հետեւյալն է, տեսեք, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, եթե փորձենք մաքսիմալ լակոնիկ, իհարկե այնտեղ շփոթեցնող բառ կա թարգմանչական եւ այլն, investment բառի հետ կապված, որտեղ այդտեղ էլի մինչեւ այս պահը հստակեցում է պետք ըստիս, որտեղ խոսքը գնում է առելի գումարի մասին, երկու փուլով հիշում եք 5 եւ 4 միլիարդ դոլարների մասին եւ այդտեղ շատ հստակ պետք է ձևակերպումը լինի, որովհետեւ այդ մտահոգությունները փարատվեն, առայն թե դա ներդրում է ու ինչ է իրենից պահանջում եւ ինչ պայմանով, գուցե դա կարող ենք կամ պետք է դիտարկենք նաեւ որպես վարկ, իսկ դա ուրիշ պատմություն է, որտեղ այդտեղ նորից եմ կրկնում ֆինանսատնտեսական տեսանկյունից, երբ որ հատկապես ֆինանսիստներն են այս հարցով զբաղվում, պետք է հստակեցում ունենան, այդպես։ Խոսքը գնացել է 11-ից 12 միլիարդ դոլար, հա, դրոնների հետ, VBAID կոչվող միլիոն ներողություն։ Այստեղ պետք է հստակեցնենք, որ դա հատուկ եմ շեշտում, մշտադիդարգող, այսինքն ոչ թե ռազմական գործողություն իրականացնող դրոններն, այլ մշտադիդարգող հետախուզական բնույթի դրոններ են։ Հետախուզականը ռազմական չի։ Չէ, մի վարի հետախուզականը չի, բայց ռազմական։ Մի վարի երբ որ դու խոսում ես, լսում ես, չէ։ Մի վարյան ես հետախուզության պայստազորից պայմ ես գիտեմ, որ նա ուրիշ բան է։ Ռազմական չի։ Չէ, չեք թողում խոսում։ Այդտենց լավ, դուք ձեր խոսքը շարունակեք, պարոն Կարապետյան։ Երբ որ հետախուզականը կարող է ռազմական գործողություն չիրականացնի, ինքը կարող է որպես հետախուզական բառը հետախուզության հետ կապ ունի, բանակի հետ կապ ունի, բայց գործողության չհասնի, այսինքն ինքը ավելի շատ մշտադիդարգում իրականացնում որպես սարքադիդարգում։ Այսինքն ինքը բոմբ չի գցում ինչ որ միտեղ, խոսքը դրա մասին։ Լավացային չի, այլ ճիշտ է։ Ահա։
Ինչ վերաբերում է մյուսը, հա, մոդուլային այդ բաների, ելի եմ ասում, այս ամեն ինչը ես ոչ թե խոսքը փորձում եմ կառուցել առանց ֆետիշացնելու կամ թերագնահատելու, ոչ էլ գերագնահատելու։ Ունենք ինտենսիվ հարաբերություններ, շատ գովելի է, շատ լավ է, որի շրջանակներում մենք փորձում ենք, այո, Միացյալ Նահանգների հետ ունենանք ռազմավարական իրոք դաշնակցային հարաբերությունների համատեքստում եւ այդ ամեն ոգուն համաշունչ ինչ որ բաներ, հա, պայմանագրեր առավել եւս այս կոմպոնենտներով։ Հիմա տեսեք, այո, նշվեց, որ Միացյալ Նահանգները փաստացի, այո, զսպիչ, կանխարգելիչ դերակատարությամբ են իդեմս Թրամփի, որովհետեւ Վենսին խոսքը հենց դրա մասին էր, որ մենք, եթե շատ ուղիղ լեզվով ասենք, մենք թույլ չենք տա ադրբեջանական էքսպանսիոնիստական, առավելապաշտական նկատում է, առավել եւս, երբ որ իրենք ուղիղ, գիտեք, խոսում են Սյունիքի, չգիտեմ, այլ տարածքների օկուպացիաների ընդհանուր միջև մասին։ Այս նշանակում է խաղաղություն են բերել։ Տվյալ դեպքում խաղաղության, այսպես ասած, կնկահայրը ես եմ հաստատել խաղաղությունը, ես բալանսավորում եմ, որբիսի որևիցե ռազմական կոմպոնենտ չլինի այլևս ձեր մեջ լինելով խաղաղություն, բիզնես, համագործակցություն եւ այլն։ Սա կարող է բերել խաղաղության կամ կայունության։ Տարիների ընթացքում գուցե երբ որ այդ մթնոլորտը ձևավորվի, որ իրոք հնարավոր է մեր այդ հարևանների հետ, ուրեմն իրոք կառուցել համենայն դեպս բարեդրացիական, եթե չասեմ, գոնե տարածաշրջանում համակեցության կանոնները տարրական պահպանելով հարաբերություններ։ Բնականաբար այս ամեն ինչը բնական է, որ Ադրբեջանի կողմը խանդի տեսարաններ պետք է լիներ, ցայտնոտ պետք է լիներ, նույնը հակառակն է եղել, հասկանալ է, չէ՞, այդտեղ ով ինչպես գնահատական կտա, այդտեղ մտահոգություն է եղել, որ մինչև հիմա պահպանվում է կապված 907 բանաձևի մասով, իմ գոլեգան նշեց, այդտեղ հիմա խոսքը գնում այդ մասով, որտեղ ռազմավարական դաշնակցության հաստատման շրջանակներում ռազմական համագործակցության շրջանակում կարող է 907 բանաձևը չեղարկվի, որը մտահոգություն է։ Ինչ վերաբերում է, տեսեք, այստեղ նաև թրիպի հետ կապված էլի խնդիր կա, որ շատ չխոսվեց ներդրումների այդ back office, front office-ի մասով, այդ էլի մասնագիտական վերլուծությունների արդյունք պետք է լինի, իհարկե հողի վրա լավ կլներ տեսնենք դա։ Թրամփի մասով էլ, գիտեք, խոսում ենք հեգեմոն գերտերության ղեկավարի մասին, որը իր էությամբ ու իր տեսակով հանուն իր ընդհանրապես օդիոս կերպարա, որը որ իհարկե իր սկզբունքայնություն ունի, մանավանդ միջպետական հարաբերություն եւ միջազգային հարաբերություններ, բայց նույն այն մարդն է, որը հստակ մեզ մեսեջ էր տալիս իլուր աշխարհի, որ ուժն է ցնում իրավունքը, շատ դեպքերում թկած ունեմ միջազգային իրավունքի վրա, ես շարժվում եմ իմ համոզմունքներով։ Հիմա համենայն դեպս նաեւ այն նույն մարդն էր, որ ասում էր, որ գուցե հանուն արտարության, գուցե իմիջի հարց կար, ասում էր ես եմ լուծել այն հագամարտությունը, որը որպես տարածք ազդեցության գոտի Ռուսաստանի Պուտինյան գոտին է։ Հայտնի իր խոսքերն եմ ցիտում։ Եվ կնեք ամփոփելով, որ անցնենք առաջ, հետո ամփոփելով, այսինքն, այս ամեն ինչը, եթե էլի գալիս են գնահատականին, շատ դրական են վերաբերվում Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը, մտահոգություններ ունեմ հատկապես թրիպի մասով եւ հետ ժամկետների մասով, տոգոսային այդ հարաբերակցությունների մասով, ընդհանուր գնահատականը շատ պոզիտիվ է այդ մասով, բայց աշխատելու տեղ ունենք, այս մասով ես իմ գոլեգաների հետ բոլորի հետ համակարծիք եմ, պետք է հասկանանք, թե մեկ էլ այստեղ մի նշում էլ, հա, այդտեղ երբ որ խոսում է մոդուլային փոխարինող եւ այլն, արագ ասեմ ու վեր, այստեղ մի հատ նրբություն ասեմ ուղղակի, այդ փորձը ընդհանրապես աշխարհի փորձ որպես այդպեսին Սուզանավերի, եթե չեմ սխալվում, նրանց վրա հիմնականում օգտագործվել որպես այդպեսին, բայց այ հիմա տեսնում եք Ռուսաստանից արդեն մեսեջները գալիս է, մենք Ռոսատոմի շրջանակներում ենք, ընդ որում ասեմ, երբ որ ցանցերի միացության կապը այս փորձում են անել Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, նշեմ, որ Թուրքիան այդուհանդերձ ինչքան տարբեր երկրներից առաջարկ է ստացել, ռուսական տարբերակն է ընդունել եւ այնտեղ կառուցվում է Ռուսաստան։ Հետևաբար այդտեղ մի հատ էլ եթե քննարկենք ընտանիք։ Շատ լավ, դրան առանձին կանդրադառնանք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, պարոն Քերոբյանը կարևոր հարցեր բարձրացնում, ինչու Հայաստանի տարածքների օկուպացիայի, գերիների եւ այլ հարցերը ամեն դեպքում լուծում չստացան, որովհետեւ Վենսի այցը հրաշալի առիթ էր այդ հարցերի լուծումները ստանալ եւ միգուցե նա այսօր գար եւ ասեր իրապես մենք հասանք խաղաղ լուծումների, խնդրեմ, որպես կառավարող ուժի ներկայացուցիչ։ Պարոն Քերոբյանն ասաց նաև, որ խոսք չի գնում Հայաստանի կառավարությունը չի խոսում ընդհանրապես տարածքների
դեօկուպացիայի մասին, բայց այդպես չէ, պարոն Քերոբյան, որովհետև Հայաստանի կառավարությունը հստակ իր դիրքորոշումը այս մասով հայտնել է եւ ասել, որ դրանք պետք է տեղի ունենան սահմանակցման եւ սահմանազատման աշխատանքների շրջանակներում։ Ոչ մի բան տեղի չունեն, տեսեք, 1.5 տարի է, հիմա տեղի չունեն, բայց այն ինչ որ տեղի ունեցել Կիրանցի եւ Բերքաբերի հատվածում, եղել է լրիվ ապօրինի, համաձայն եք, չէ՞ որ ապօրինի եղել։ Բայց եկեք սահմանազատման որևէ իրավական հիմք այդ ժամանակ տեղի չի ունեցել, որևէ իրավական հիմք չի եղել այդ տարածքում սահմանագծում սահմանազատում անցկացնելու համար։ Այդ թեման ամեն դեպքում Վենսի այցն է, խնդրում եմ չմոռանալ։ Հենց այդ իմաստով տարածքների ապաշրջաններություն դեօկուպացիայի իմաստով Հայաստանի կառավարությունը հենց իր դիրքորոշումը հայտնել է եւ պարոն Քերոբյանը նաեւ ասաց, որ ոչ մի բան չի արվում տարածքները վերադարձնելու հետ կապված, եթե համաձայն չի պարոն Քերոբյանի եւ իր ներկայացրած ուժը այդ միջոցով մեր առաջարկած տարբերակով այդ խնդիրը լուծել, ապա ինչ է առաջարկում, ես կուզեի շատ լսել, բայց թողեք խոսեմ, հետո պատասխանեք պարոն Քերոբյան։ Եվ պարոն Քերոբյանը ինչու է Վենսը այդ հարցերը չլուծեց նոր գնա։ Բայց պարոն Վենսը չի եկել բոլոր հարցերը միանգամից լուծելու համար, մենք խոսել ենք այդ մասին, այդ թվում եւ գեյների հետ կապված, ասել ենք, որ խաղաղության ժամանակ այդ հարցը լուծել ավելի հեշտ է, քան երբ չունես այդ խաղաղությունը եւ այդ ժամանակ այդ խնդիրների մասին խոսում եւ մենք տեսնում ենք, որ խաղաղությունը իր արդյունքները բերում է հստակորեն, թե գեյների վերադարձի հետ կապված, թե ճանապարհների ապաշրջապակման հետ կապված։ Պարոն Կարապետյանը իր խոսքում նշեց, որ օրինակ Ադրբեջանը խոսում էր նաև Սյունիքի գրավելու հետ կապված, այդպիսի խոսույթ էին զարգացնում, բայց մենք մեկ տարուց ավելի է, մենք այդպիսի խոսույթ Ադրբեջանի կողմից արդեն չենք լսում։ Այսինքն, ինչպես։ Ոչինչ չեն օգոստոսի 8-ից այս կողմ ասում են, որ ընդհանրապես փոխվել է թե խոսույթը, թե երկու երկրների միջև հարաբերություններն են փոխվել, արդեն առևտուր են անում երկու երկրների իրար հետ։ Բայց դա մշտական է, այսինքն ամերիկյան ներկայությունը հասկացան որոշակի ամերիկյան ներկայությունը, բայց պարոն Քերոբյան կասկածի երևի դա է, որ դա միգուցե մշտական է։ Օգոստոսի 8-ից հետո պարոն Քերոբյան, տեսեք, մինչև այդ էլ ասում եք, գիտեք, գնացել է նկարվել է հետը Վենսի ոչ մի բան իրենից չի ներկայացնում դա։ Հեռացող ադմինիստրացիայի հետ գնացել է խարտիային ստորագրել ոչինչ չի ներկայացնում դա իրենից։ Ասում էին խաղաղություն չկա, դա խոսք է ընդամենը ոչ մի բան չկա, խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի ստորագրելու, չի նախաստորագրելու, բայց տեսնում ենք, որ հերթով այդ ծեր խոսույթները փոխվում են։ Հիմա ասում օրինակ պարոն Կարապետյանն էլ դուք էլ բոլորը մենք էլ երբեմն ասում ենք, որ տեսեք, չգիտենք TRIP-ի SSS հատվածը ինչպես պետք է իմպլեմենտացվի, բայց կներեք մի քանի ամիս առաջ է ստորագրվել TRIP-ը եւ գործընթացը գնում է ու շատ երկու ընդ երկու կողմեր թե Միացյալ Նահանգները, թե Ադրբեջանը, Ադրբեջանը, թե Հայաստանը խոսում են, որ այդ պայմանավորվածությունը գնում են բնականon հունով, զարգանում են։ Ինժեներներ էին եկել Հայաստան, հետազոտում էին TRIP-ով անցնող այդ ճանապարհները, այսինքն process-ը բնական հունի մեջ է ընկած, գնում է նորմալ արագությամբ եւ այդ բոլոր խնդիրները ընթացքում պետք է լուծվեն եւ 1, 2, 3 համաձայնագրի հետ կապված են, դա միայն մոդուլային ատոմակայանի մասին չի, դա համաձայնագիր է, որով Հայաստանը կարողանում է որոշակի տեխնոլոգիաների հասանելիություն ունենալ ամերիկյան, որը կարող է օգտագործել նաեւ իր ռազմաարդյունաբերությունը զարգացնելու մասով, որովհետև գիտեք, որ մենք արդեն պարոն Քերոբյան շուրջ $400 միլիոն 3 տարվա ընթացքում ներդրում ենք արել մեր սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ, գնումներ ենք իրականացրել հայկական ընկերությունից եւ 907-րդ բանաձևի հետ կապված մի բան ուզում եմ ասել, որ 907-րդ բանաձևը մի տարի է, որ Բայդենը վետո է դրել ու չի ամեն տարի անընդհատ այդ 907-րդ բանաձևը կա, բայց շրջանցվել է 20 տարուց շրջանցելով գնել այնպես չի, որ դա ինչ որ եսի շատ մտահոգիչ բան է եւ երկու երկրների միջև այդ հարաբերությունները զարգանում են։ Պարոն Քերոբյան, եթե հակադարձումներ ունի, ապա դուք պարոն Մովսեսյան։ Տեսեք, օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում բազմակի շատացել են արևմտյան Ադրբեջան տերմինի հիշատակումները, այդ թեմայի շուրջ խոսակցությունները եւ դրա մասին արդեն խոսում են Ադրբեջանում որպես կայացած փաստ։ Իրականում հաշվի առնելով թե այս վարչակարգը ինչքան է ստել ժողովրդին, հա, կա մեծ կասկած, շատ մարդկանց մոտ, իմ մոտ կա մեծ վստահություն կա, իհարկե ստերի վրա բռնվել է այս կառավարությունը բազմակի։ Հա, տեսեք, ասում էին, որ Մինսկի խմբի գործունեությունը Մինսկի խումբը կցրվի, երբ որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, խաղաղության պայմանագիրը կստորագրվի, օգոստոսի 8-ին էին դրա մասին ասում։ Եկավ դեկտեմբերի 1-ը, խաղաղության պայմանագիր չկա ստորագրված, հա, Մինսկի խումբ նույնպես չկա։ Այսինքն
բռնվեցին ստի վրա, այսինքն սուտը խոսեց։ Ասել են, որ մենք Իհարկե, օգոստոսի 8-ին ասել են, որ Մինսկի խումբը կցրվի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Իհարկե ասել են։ Դրանից առաջ էլ, դրանից հետո էլ են ասել։ Այդ երկու պայմանները Դրանից հետո էլ են ասել։ Ոչ։ Ուրեմն Չեն ասել, դե ասել են, դրա մասին էլ են խոսել։ Չէ, դուք եք ստորագրել։ Ուրեմն մեծ վստահություն կա իմ մոտ, որ կան այլ պայմանավորվածություններ, որի մասին չեն խոսվում։ Հիշում եք քանի անգամ այսպես խոսում, քան դեժավյու է իմ մոտ անընդհատ։ Եվ կառավարության կայքում նոյեմբերի 9-ի փաստը եւ կառավարության իհարկե կային։ Եվ ստելով, ժողովրդին ստելով նոյեմբերի 10-ի, նոյեմբերի 9-ի փաստը թղթից հետո հանձնվեց Գորիսկապան ճանապարհը, զորքեր հետ քաշվեցին, դրանից հետո էլի բաներ հանձնվեցին, դրանից հետո էլի բաներ։ Գնանք պարոն Քերփյանից Թրամփի ուղղ համատեքստում ձեր կարծիքով ես կարծում եմ, որ կան պայմանավորություններ ոչ Հայաստանի օգտին։ Թրամփի ուղղ համատեքստում։ Թրամփի ուղղ հետ կապված, այո, եւ այս 74-26 հարաբերակցությունը, որը որ բերեցին ուղակի դեմ տվեցին Միրզոյան Արարատին ասին, սա հայտարարի, հա, այստեղ ընդհանրապես համաժեկույցի հանրական պարիտետի մասին ընդհանրապես խոսք չի գնում։ Միացյալ Նահանգները որոշել են այսպես են տվել ստորագրել Հայաստանին։ Հիմա տեսեք, կա ստեղը ուրիշ հարցը։ Հա, ներկայացնում է, որ բերել են ինչ-որ դրոններ են վաճառում Հայաստանին։ Ինչ-որ դրոններ, որոնց մարտավար տեխնիկական բնութագրերով դրանց համարժեք կամ դրանց գերազանցող հայկական ԱԹՍ-ներ կան։ Մեր ընկերությունները մի հատ կասեք, որ ԱԹՍ-ն է ավելի ուրեմն ընկերությունների անունները կարող են մատնշել, իրենք ասում են, դա եւ դավառ ունի ավելի լավ ԱԹՍ-ներ, իրենց թռիչքային ժամանակով կամ հեռավորությամբ եւ լաբը ունի եւ մնացածները ունեն։ Բայց այստեղ բոլորն էլ ունեն։ Նախադեպ է ստեղծվում, որ հետագա նախադեպը հետեւյալն է։ Մեզ բերել ներկայացնում են մի բան, որը նախադեպ ունի, հայ դեռևս 2000-ականների Միացյալ Նահանգները մեզ վաճառել են ռազմական կապ, ռադիոկապ, որը այսօր օգտագործվում է եւ տրամադրվել է տեխնիկան սահմանափակումներով։ Ես վստահ եմ, որ այս նույն անթրջող սարքերը եւս սահմանափակումներով են տրամադրվելու, որովհետեւ դեռևս 2 տարի առաջ նույն ընկերությունը Շիլդեյը եկել էր Հայաստան եւ խոսքը գնում էր դրա մասին եւ այն ժամանակ էլ խոսքը գնում էր սահմանափակումներով այս տեխնիկան տրամադրվելու մասին։ Վստահ եմ, որ երբ Միացյալ Նահանգներին պետք եղավ այդ ԱԹՍ-ները Հայաստանի սահմանը չեն հատի կամ ընդհանրապես վեր չեն թռնի։ Գնայք իսկ Թրամփի ուղու վերաբերյալ այդ սև պայմանավորվածությունները ձեր կարծիքով որոնք են, եթե կան այդպես։ Տեսեք, ուրեմն Ադրբեջանը եւ Թուրքիան վաղուց իրենց կողմից շինարարություն են անում, հա, համարելով, որ այն ինչ որ իրենց պետք է եւ իրենց խոսույթում, հա, արդեն ոչ միայն Զանգեզուրի միջանցք են ասում, այլ Նախիջևանի միջանցք են ասում։ Իսկ այս կառավարությունը իր կայքում արդեն դրել է, որ այս 1-2-3-ը, որ նշանակում է, որ բանակցությունները ավարտել են միջուկային տեխնոլոգիաների շուրջ, իրենք արդեն դա ներկայացնում են որպես արդեն համաձայնագիր, համաձայնություն, կայացած փաստ է։ Այո, դա համաձայնություն է, ես ասացի, որ դա միայն մոդուլային ատոմակայանի մասին չի, դուք չեք հետազոտել 1-2-3 համաձայնագիրը ինչ է նշանակում ընդհանրապես։ Հայտարարությունը այդ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների շուրջ բանակցություններ ավարտելու մասին է։ Իսկ կառավարությունը ներկայացնում է, որ կարծացեք հայտարարությունները, իսկ կառավարությունը ներկայացնում է, որ արդեն համաձայնություն կա միջուկային կայանները բերել դնելու Հայաստան։ Այս նույն կառավարությունը միջանից հայերեն արդեն Նախիջևանին կոչվում է Նախջևան։ Արդեն թուրքերենից են թարգմանում, ոչ թե մեր պատմական աստվածաշնչային Նախիջևան բառից, բացեք կառավարության կայքը եւ գտեք այնտեղ ի տառը Նախիջևան բառի մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Քերփյան, հնչեցին որոշ դիտարկումներ, պարոն Մովսեսյան, եթե ունեք Թրամփի ուղու հետ կապված նաեւ Ամերիկայի այսպես նպատակներ խնդրեմ։ Ես կարծում եմ հատկապես այս տիպի անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերում մենք երբ որ ինչ-որ քննադատություն ենք հնչեցնում, որոշակի սկզբունքի հիման վրա պետք է լինի։ Օրինակ, ինչքանով որ ես եմ մեդիա մոնիթորինգի ենթարկի, ինչքանով որ հետևել եմ քաղաքական գործընթացներին, օրինակ այս իշխանության մեղադու արդարացիորեն նաև մեծամասամբ, որ օրինակ կար խաղաղության պլան 2019-ին, այ դուք մինչև 2020-ը շատ ոչ ճիշտ արտաքին քաղաքականություն եք վարել, չեք հիմնվել ուժերի իրական բալանսի վրա եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ տեղափոխվում ենք այս օրեր, երբ որ ուժային բալանսը ել ավելի է փոխվել, մենք շատ հաճախ խոսում ենք հայ-ամերիկյան օրակարգից օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից, դրա դինամիկան ենք քննադատում, որ ձեռք բերվող արդյունքները չեն գոհացնում եւ այլն, բայց չենք մատնանշում, որ իրականում ռեալ այլընտրանքները շատ չեն եղել հայկական կողմի համար։ Մենք ունեցել ենք նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը ու այսպիսի մի հատ
մանիպուլացիոնով հարցադրում է, հենց ասում են, բա ավելի լավ չէ լիներ նոյեմբերի 9-րդ կետով թեկուզ Միջանցք ու լիներ Լեռնային Ղարաբաղը։ Իհարկե 2020 թվականի դրությամբ հայկական կողմը հենց այդ արտաքին քաղաքական օրակարգն էր վերցրել, բայց կարծում եմ այստեղ բոլորս էլ ովքեր վերլուծում են այս իրադարձությունները պետք է այդ հարցին պատասխանեն, բայց լավ, ինչու օրինակ նոյեմբերի 9-ից հետո ոչ թե ամեն տարի օրինակ առնվազն մեկ անգամ խախտում էր այդ հայտարարությունը, օրինակ 6 ամիս հետո, ինչպես եղավ օգոստոսի 8-ից հետո, չկային հստակ պայմանավորվածություններ։ Կարող է դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը ուներ հստակ օրակարգ ու այդ օրակարգը չէր կարողանում սպասարկել, իսկ ԱՄՆ-ն այն տերության կարգավիճակը ունի, որը կարողանում է այս երկու կողմերին որոշակի օրակարգ պարտադրել։ Իրականում չպետք է խուսափենք այդ օրակարգ պարտադրելու կողմից։ Ու երբ որ շատ հաճախ ասում ենք, որ դե ԱՄՆ-ն ստիպում է բոլորին եւ այլն, մի կողմից պետք է ինձ թվում է ուրախանանք, որովհետեւ նախորդ վարչակազմի օրոք այդ Բաքվի ղեկավարության եւ ԱՄՆ-ի միջև այդ սրված հարաբերությունները իրականում մեր շահերից չէին բխում։ Այսինքն, օրինակ հաճախ քննադատություն կա, չէ՞ որ խաղաղությունը պատժամիջոցներ չէին կիրառում ամերիկացիները, այսինքն, այսպես հարվածային ուժ չկար Ադրբեջանի դեմ, կար կռիվ, կար օրինակ ցեղասպանության ճանաչում։ Օրինակ, տեսեք, ռեալ պոլիտիկի տեսանկյունից, պրագմատիկ տենց արդյունքների տեսանկյունից, ինձ թվում է մեր երբ որ շատ օրինակ տարբեր գործընթացներ այլ տարածաշրջանում մի քիչ օբյեկտիվ ենք վերլուծում, հիմա մեզ համար ավելի կարևոր է ցեղասպանության միջազգային ճանաչումը, Նենսի Փելոսին օրինակ գար Ծիծեռնակաբերդ եւ այլն ու չունենար որևէ պրագմատիկ արդյունք, չնայած նա որ հենց այդ այցի արդյունքում էր, որ Ադրբեջանի ագրեսիան զսպվեց ջերմուկում, այդ պետք է միշտ նշել, բայց այնուամենայնիվ ինձ թվում է մեզ համար այս պահին ավելի լավ են այդ պրագմատիկ արդյունքները, քան ինչ որ մեսիջները եւ այլն ու շատ հաճախ երբ որ խաղաղության գործընթացների նկատմամբ այսպիսի մի պնդում է հնչեցվում, որ միայնակ տանգո չեն ապարում, այդ միայնակ տանգո չպարելու համար պետք է լինի մի միջնորդ, որը երկու կողմերին կարողանում է, այսպես ասած, այդ տանգոն պարասնել։ Այսինքն, այս երկու կողմերի որոշակի բան առաջարկելը հենց բխում է խաղաղության գործընթացի արդյունքներից։ Բայց այս տնտեսական գործակցություն պարոն Քերոփյանի ասածը ոնց հասկացա, դա է, չի երաշխավորում այդ խաղաղությունը։ Իսկ ինչ է երաշխավորում։ Ուրեմն եթե մենք մտածած չէ, արձագանքեմ ներկայացրել է լուծման բանաձևը։ Եկեք լսեք ինչ է ասում, վերաբերական deterrence is best defense, հա, ասել զսպումը ամենալավ պաշտպանությունն է։ Բայց նույն նախագահ Տրամպը ներկայացրել է, թե ինչպես է ինքը պատկերացնում իր օգնությունը այն մարդկանց, ովքեր իր հետ խաղաղության կամ իր օգնության կարիք ունեն։ Ասում է նա, ես կօգնեմ միայն նրանց, ովքեր իրենց պաշտպանությունը վերցրել են իրենց ձեռքը, հա, այսինքն իրենց գլխի ճարը ուզում են իրենք տեսնեն։ Ես միայն այդ դեպքում իրենց կօգնեմ։ Տեսեք ինչպես է ՆԱՏՕ-ին եւ օգնում է, կարող է տեսնում է Հայաստանը այդ ուղով է։ Ուրեմն շատ բան չեն տեսնում։ Տրամպն ավելի լավ է տեսնում, քան դուք։ Ուրեմն մենք շատ լավ ենք տեսնում, թե այս վարչակարգը ինչպես է վարչախումբը, ինչպես է խափում ժողովրդին։ Ասում են 2020 ինչին է նման, որ ասես ես փաստաթղթին չեմ հավատում։ Ես իմ տեսածին չեմ հավատում։ Ես հայտարարություններին չեմ հավատում, հա, բայց հավատում եմ, որ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայաստան Սփյուռք համաժողովի ժամանակ մեկ սահիկի տեսքով ներկայացրեց համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ եւ տեղում ուրացավ, ասեց մենք սա չենք անելու, հա, որ եւ նույն անվտանգության խորհրդի քարտուղարը օգոստոսի 8-ից հետո ասում է մեր մոտ բանը փոխվել, մենք չենք կառուցելու համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ։ Դա իհարկե, եթե համապարփակ պաշտպանության եւ անվտանգություն Ուրեմն տեսեք, ամրաշինական կառույցները ոչ մի բանի մասին է։ Ոչ մի բանի մասին է, եթե չկա մարտական ոգի, եթե չկա մարտական պատրաստության նոր ձևեր, եթե չկա համատարած պատրաստություն, եթե չկա քաղաքացիական պաշտպանության համակարգ։ Շատ շեղվեցին, կներեք պարոն Քերոփյան, եթե կարճ ունեք արձագանք խնդրեմ, թեմային առնչվող, բայց հետո Տիգրան Կարապետյանը շատ սպասեց, հետո պարոն Կարապետյան։ Այդ աշխարհայացքային տրամաբանությունից թվում է Հայաստանի համար թակարդ դա, որ մենք անընդհատ փնտրում ենք կոնկրետ երաշխիքներ, կոնկրետ երաշխավոր դրսից։ Այսինքն մենք 3 տասնամյակ մտածել ենք, որ կա մեկ երաշխավոր, հետեւաբար այդ մեկ երաշխավորից վնասար կախվածությունը, ինչու վնասար, որովհետեւ այն նույն էներգետիկ ոլորտն ենք քննարկում, շատ հետաքրքիր գիտական թեմա է, թե Ռուսաստանը ոնց է էներգետիկ կախվածությունները օգտագործում որոշակի արտաքին քաղաքական որոշումների վրա ազդելու համար։ Այս տեսանկյունից ոչ թե մենք պետք է դիտարկենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը որպես նոր փրկչի հայտնաբերում, այլ պետք է ավելի շատ կենտրոնանանք Հայաստանի դիվերսիֆիկացվող քաղաքականության վրա, որովհետև Օրինակ ասում ենք ԱՄՆ-ն հարվածային զինամթերք Հայաստանին չի վաճառի, բայց Հայաստանը կարող է դա ուրիշ տեղից գնել եւ ԱՄՆ-ից գնել օրինակ միայն պաշտպանական
զինամթերք եւ այլն, այսինքն ու դա բոլոր ոլորտներում, տնտեսական, էներգետիկ եւ այլն, այսինքն մենք եթե մտածում ենք, որ Վենսի այցով այստեղ ԱՄՆ-ն ազդարելու էր, որ մենք Հայաստանին ամեն ինչով պաշտպանելու ենք, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը հետ ենք բերելու, Հայաստանի պատմական իղձերի իրականություն ենք դարձնելու, չարաչար սխալվում ենք, ու այստեղ ավելի շատ պետք է հիմնվել նրա վրա, ոչ թե որ այ մեկ վնասար կախվածությունը փոխարինենք այլ վնասար կախվածությամբ, այս մտայնությունը բավականին շատ վնասար է, մենք դա հողի վրա տեսել ենք, թե ինչպես է մեկ կենտրոնից կախվածությունը շատ լուրջ վնասակար հետևանքներ բերում Հայաստանի վրա, ու մենք կարող ենք օրինակ Ադրբեջանին որպես մեր հակառակ օրինակը տեսնել, հակառակ օրինակ պատկերացնել, երբ որ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանը վարում էր կոմպլեմենտար քաղաքականություն, որևէ տնտեսական, ռազմաքաղաքական միության անդամ չէր դառնում, օրինակ հիմա Հայաստանը ինչքան էլ փորձի կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարել, մենք արդեն կոնկրետ միություններում ենք ու դա ավելի է դժվարացնում Հայաստանի գործը կոնկրետ դիվերսիֆիկացման քաղաքականության համատեքստում։ Շնորհակալ եմ, խնդրեմ Տիկին Կարապետյան, ձեր արդեն։ Տեսեք, խաղաղության պայմանագիր կարող ենք ստորագրել անգամ 1 ժամից, եթե դա պարզապես թղթի վրա ստորագրություն դնելուն է վերաբերում։ Եթե տեսնենք ստորագրեինք։ Չէ, տեսեք, կարող ենք ստորագրել 10 օրից, 1 ամսից կամ 6 ամսից, բայց եթե հողի վրա մենք ունենք չլուծված խնդիրներ, հումանիտար հարթությունից մինչև տարածքային եւ մնացած բոլոր հարթությունները, ապա դա իրական խաղաղություն չի ենթադրելու, ինչպես այդ խաղաղությունը կամ հրադադարը չի ենթադրեց օրինակ 20 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը։ Ակնհայտորեն 23 թվականին ունեցանք ռազմական ագրեսիան Արցախի դեմ, որի արդյունքները կամ հետևանքները մինչև այսօր իրենց զգացնել են տալիս։ Բայց ավելի հեշտ կլինի խաղաղ միջավայրում այդ խնդիրները ձեր նշած հումանիտար եւ այլն լուծել, թե հակառակ։ Միանշանակ, ես չեմ ուզում պարզապես վերածել անվերջ պոլեմիկայի, պարզապես բավ է միացնել ադրբեջանական ԱԾ TV-ին կամ Բաքու TV-ին որևէ ուրբաթ օր երեկոյան եւ լսել, թե ինչպես է Հայաստանի այս կամ այն մարզը, գյուղը, քաղաքը ներկայացում որպես ադրբեջանական նախկին տարածք եւ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Այսօր ես իդեպ ինձ մոտ պահել եմ, պարզապես չենք կարող այս պահին ցույց տալ, որովհետև հեռախոսներն անջատված են։ Պահել եմ տեսանյութ, թե ինչպես են Հանրապետության հրապարակից, տեսանյութ հրապարակում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում, որ արևմտյան ադրբեջանցիները արդեն Հայաստանում են, ադրբեջաներեն երաժշտությունը մեքենայի ներսում ամսաթիվը գրված եւ իրենք ցնծում են դրանով։ Կա եւս մեկ դիպված եւ որը բանով այնքան հեշտ է նման բանը։ Չէ, իրենք բոլոր դեպքերում տեսնում են, կան նաեւ մարդիկ, ովքեր կանգնում են եւ հստակորեն կարող ենք զատել դա AI-ը թե ոչ, իրենք հստակ կանգնում Հանրապետության հրապարակում եւ ասում են, որ իրենք արևմտյան ադրբեջանցի են։ Միանշանակ չէ, որ նրանք հենց Ադրբեջանից են եկել, գուցե թուրքեր են, գուցե այլ ազգի ներկայացուցիչներ են, բայց ակնհայտորեն ծառայում են հենց այդ օրակարգին։ Ինչ վերաբերում է ուրեմն Սյունիքի մասով չհնչած հայտարարություններին, ազգային հետախուզության ծառայությունը վերջին արտաքին հետախուզության, այո, հրապարակել էր տվյալ, որ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո շեշտակի կերպով աճել էր հենց արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ իրենց հայտարարությունները մի շարք լրատվականներում, նաև իշխանական հարթակում խոսույթում եւ իրենք դա մտահոգիչ էին համարել։ Այո, մտահոգիչ, բայց արևմտյան Ադրբեջանի ուժով գրավելու մասին հայտարարություններ։ Ուժով չեն գրավում, ասում են, որ իրենք անցնելու են մեքենաներով, ինչպես որ մեքենաներով գալու են ուրեմն Հայաստանի Հանրապետություն, ինչպես իրենք են։ Խոսքի տարբերությունը ես ներկայացված է նաև Զանգեզուրի Միչանսկի կողմից ներկայացված է նաև ապառազմականացված տարածքի պահանջ, որը ես համոզված եմ արդեն քննարկվում։ Ես համոզված եմ, որ երկիրը տապակի։ Տիկին Կարապետյան շարունակի։ Այո։ Հետո պարոն Կարապետյան։ Թրիփի հետ կապված հապաղումը եւ գործընթացների նորմալ դինամիկայով գնալը այնքանով ուրեմն նույն հարթություններում չէ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի մակարդակներում, որ մենք այստեղ դեռ նոր գալիս են եւ ուսումնասիրում ենք տարածաշրջանը, հողի վրա գործողություններ չեն կատարում, սակայն եւ Ադրբեջանի հատվածում եւ Թուրքիայի հատվածում բարբերաբար վստահ եմ բոլորս էլ լսում ենք, որ իրենք աշխատանքներն ավարտել են եւ այսինչ թվականին իրենց ասած Զանգեզուրի միջանցքը բացվելու է։ Դա բացառապես չեմ ասում, որ Թրիփի շուրջ իրավիճակը չի կայունանալու եւ դա հաջողություն չի ունենալու Քավլիցի, բայց գործընթացների արագությունը եւ վստահությունը թուրքական եւ ադրբեջանական միջավայրում, որ իրենք բոլոր դեպքերում հասնելու են, ինչպես իրենք են ասում, այդ Զանգեզուրի միջանցքի գործունեությանը, որտեղ իդեպ իրենք հայեր չեն տեսնելու եւ այդ ցանկությունն էլ իրենց այդ պահանջը հարգվեց նաեւ երրորդ կողմից, ամերիկյան կողմից եւ առաջ եկավ այդ front office ասվածը, որտեղ չեն լինելու հայեր եւ լինելու են երրորդ երկրի ներկայացուցիչներ,
բոլոր դեպքերում այստեղ ունենք նաև դինամիկայի խնդիր, թե ինչպես են այդ գործընթացները կատարվում Հայաստանում եւ ինչպես են կատարվում հարևան երկրներում։ Ինչ վերաբերում է ուրեմն 907-րդ կետի չեղարկման գերագնահատմանը, Ադրբեջանում միանշանակ սա չեն դիտարկում որպես իրենց ռազմական օգնության վերականգնում։ Իրենք բնավ ֆինանսական միջոցների կարիք չունեն։ Իրենց դա պետք է, որպեսզի ԱՄՆ-ն ել ավելի լեգիտիմ վերաբերմունք դրսևորի իրենց հանդեպ եւ այս դեպքում իրենք բավականին շրջան է ինչ որ հենց ԱՄՆ-ի հետ են կապում իրենց բանակցությունները նաեւ գերիների հետ կապված, որովհետեւ փորձում են հենց գերտերության հետ բռնել, այսպես ասած, գործ իրենց տարածաշրջանում դոմինանտությունը եւս որոշակիորեն ուրեմն հատկանշելու համար։ Կնեք, Միացյալ Նահանգների այս ակտիվությունը մեր տարածաշրջան առավելապես տնտեսական կոմունիկացիոն այս նախագծերի տեսքով ընդ որում երկու երկրների հետ էլ մենք այստեղ կարող ենք շատ խորանալ ԱԲ գործարան կառուցելուց հետո Հայաստանի դերը կաճի, հետո Ադրբեջանում կկառուցեն, թե չէ եւ այլն, էլի չմտնենք այդ դաշտ, դա նպաստում է խաղաղությանը, թե չէ, մենք մի քիչ ունենք պատկերացում, որ խաղաղությունը կամ անվտանգությունը դա այսպես խրամատավորված պաշտպանությունն է, եթե մենք ունենանք շատ զենք, շատ զինվորներ, լավ մարզված բանակ, միայն այդ դեպքում Ադրբեջանը չի արձակվի, իշխանության թեզը այն է, որ գումարենք նաև տնտեսական գործակցությունը եւ Ամերիկայի հետ գործակցություն ներկայացում է նաև կայունության տրամաբանության մեջ, արդյոք մենք ինքնախապերությամբ զբաղվում ենք թե ոչ։ Բաղադրիչներից մեկն են։ Մեկն է, հա, խնդրեմ, ձեր մեկնաբանությունը համագործակցությունը որևէ դեպքում չի կարող բացասական նոտայով ներկայացվել կամ առհասարակ հասկացվել, պարզապես եթե խոսում ենք իրական խաղաղության մասին, տնտեսական բաղադրիչը բավարար չէ խոսելու իրական խաղաղության մասին։ Մենք ունենք հումանիտար կրկնեցի չլուծված ահռելի մեծ խնդիրներ, դուք նշեցիք, որ Վենսի այցին ընդառաջ մենք սպասում ենք նաև այնտեղից որոշակի քայլեր ադրբեջանական կողմից նաև գերիների եւ մյուս ուրեմն հարցերի հետ կապված, դա չեղավ եւ կարող է լինել ուշացած, բայց սպասված քայլ ադրբեջանական կողմից, այո, մենք այդպիսի լուծումներ տեսնենք։ Եվ մենք այստեղ կանգնենք եւ ասենք, որ փաստորեն Ադրբեջանում իսկապես ինչ-որ բան փոխվել է։ Բայց երբ որ այդ օրերին ՑՄԱՀ ազատազրկումների մասին հայտարարություններ ենք լսում հորինված մեղադրանքների հիման վրա, չի խոսում այս պահին այդ խաղաղության մթնոլորտի իսկապես դրան գնալու մասին։ Գործարքներ են, որոնք կատարվում են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում Թրամփի միջնորդությամբ տարածաշրջանում, այդ գործարքային տրամաբանությունն է, գործարքային քաղաքականությունն է այստեղ վարվում եւ դեռ դուրս չի գալիս այդ տնտեսական հետաքրքրությունների պրիզմայից։ Եթե մենք ունենանք որոշակի ուշացած, բայց այդ ժեստերը ադրբեջանական կողմից հաշվի առնելով, որ իր ձեռքին են այդ խաղաքարտերը մենք չունենք, որոշակի վստահության մթնոլորտ նաև այդ տեղ կկարողանանք ձևավորել, որ ադրբեջանական կողմը բոլոր դեպքերում փոխվել է։ Իսկ ինչ վերաբերում է ունենանք բանակ այդ խրամատավորված եւ կլինենք պաշտպանված, այնպես չի, որ Ադրբեջանում այդպես չեն մտածում։ Իրենք էլ մեզնից են վախենում եւ այդ ինչպես իրենք են ասում, այդ ռևանշիստական նկարտումներից, այո, անվստահության մթնոլորտը իրենց դեպքում եւս կա եւ հատկապես Հայաստանի ընդդիմությանը եւ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներին, նաեւ եկեղեցական գործիչներին իրենք բարբերաբար թիրախավորում են հենց այդ, ինչպես իրենք են նշում ռևանշիստական, սակայն մեր դեպքում բավականին ազգային եւ որոշակի նման տարերով խոսույթի համար։ Ադրբեջանում եւս այդ մտահոգությունը կա, իրենք եւս զինվում են, գիտենք, սակայն կարծում են, որ մենք պետք է չզինվենք եւ այդ բան տեսահսկման սարքերով սահմանափակենք մեր անվտանգությունը։ Իրաց համար լավ սցենար կլիներ։ Իհարկե։ Պարոն Կարապետյանի լսենք եւ սկսենք ամփոփել, ամեն դեպքում ես ուզում եմ հարցս կրկնել, ամերիկյան այս ներկայությունը թեման ամեն դեպքում դա ինչ որ անվտանգային տարբերում է, թե սա շրջելի է, թե Ադրբեջան կարող է գլխի վրա շուռ տալ այս process-ը։ Մեծ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ժամկետներ ասելը դա կլինի քաղաքական վանգայություն կամ կոնսպիրոլոգիական հաշվարկներ։ Այդպես։ Ինչ վերաբերում է այս շրջանակներում, նախ նույնիսկ պետք է չհասվի, որ զինվում ենք, լավ կլինի, որ զինվենք, բայց չհասվի, որ զինվում ենք։ Այդ ուրիշ քաղաքականությունն է, երբ որ դու զինվում ես, բայց հա, էլի, չէ, ամեն դեպքում եկեք ընդունենք, որ նաև չգիտեմ, դա դեմոնստրացիա էր, թե ինչ էր, թե իրոք
էմոցիոնալ ինչ որ վիճակ էր, որ Պապիկյան Սուրենը ցույց էր տալիս ամրաշինական կառույցները, քրեական հանցագործության տարեր էր։ Այդ հետո բանա, չէ, ինձ շատ լավ է որ մենք իմանում ենք, իրանք իմանում են որ պաշտպանված։ Ես լավ գիտեմ թե պաշտպանության ուրիշ բան է, նայեք, հարգելիս։ Հաստատած հրամանով թե ինչ տեղեկություն դուք հարց եք տալիս, մարդիկ պատասխանում են։ Որտեղ քրեական տարեր։ Ձեր խոսքը հարցով մի իմ ասած ուրիշ բան է։ Ես էլի նաև որպես զինվորական ուրիշ բան, որ այո, իրանք տեսնում են որ դու զինվում ես, դու ամրաշինական աշխատանք, իրանք այդ մասով իրանց մասին համապատասխան տեղ զեկուցում են ուրիշ բան, երբ որ դու դա ես ներկայացնում, ընդ որում իրենք դա էլ անգամ չեն դիտարկում, որ դու պաշտպանվելու համար ես։ Բայց պարոն Կապետյան, եկեք գլխավոր թեման, լավ, հասկանանք, նայեք։ Այն ինչ որ գիտենք, որ Տեխասյան ընկերություն, եթե չեմ սխալվում, AECOM անվանումով բավականին փորձառու ասում են, որ եկել են այդ դիդարգում արել են տեղանք եւ այլն, հասկացել են նաեւ որ դա առելի շինարարական աշխատանք է, խոսքը թրիպի մասին է, առելի ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն եւ այլն, ժամանակատար աշխատանք է։ Այդ մասով էլ մի հատ խնդիր է, թե մենք մեր մասով այդ 43-44 կիլոմետրը երբ ենք անում, թեպետ իրանց օգնությամբ եւ իրանց օժանդակությամբ ու ինչ աշխատուժով եւ այլն։ Ինչպիսի նաեւ շինարարական կամպանիաներ են գալու, այդ շինարարական կամպանիաների գլխներին ով է կանգնելու, դա էլ մի մտահոգություն։ Նորից եմ ասում, սա պեսիմիստություն չի, սա ռեալ պոլիտիկում հաշվարկներ, որովհետեւ փարադվի բոլոր յուրաքանչյուր adekvat հայի մտահոգություն։ Դարան։ Ինչ վերաբերում է այդ մտահոգություններից, տեսեք, ես որպես միջազգայնագետ, ընդհանրապես հարցը միջազգայնագետ լինելը չի։ Տեսեք, խոսույթում էլի պատտվում է հայտնի այդ անխոչնդոտ երթևեկը, տեսեք, տարբեր ձևակերպումներ ենք տեսնում։ Սա ես չեմ կարող չասել։ Հիմա տեսեք, պարզ պրիմիտիվ օրինակ, երբ որ բերում ես, փորձում ես ընկալել էլի այդ տրամաբանության մեջ, ինչն է անխոչնդոտ Հայաստանի տարածքի մեջից Նախիջևանից ցամաքային Ադրբեջան։ Ասում ես, եղբայր, հիմա նայեք, Իրանի քաղաքացին, երբ որ ուզում է գնա Վրաստան, Հայաստանի մեջով անցնում է։ Օրինակ ինչ որտեղ կա մեր միջպետական հարաբերություն, ինչ որ մի տեղ, ինչ որ մի թղթի վրա սևը սպիտակով գրվում է, չի գրվում, կամ որպես այդպեսին բնույթ անխոչնդոտ էինք ասում, թե խոչնդոտվում է, անխոչնդոտ է ասում, հա։ Այդ դեպքում ձևակերպումը, այդ ձևակերպումն է հենց շատ կարևոր։ Այ այդտեղ է խնդիրը, եղբայր, որովհետև հասարակությունը շեշտադրում է այդ անխոչնդոտ, ուրիշ ձև են գալում, որովհետև հիմա չգիտեմ ով ոնց է ներկայացնում, բայց այսպես պետք է հասկանանք։ Նայեք, որովհետև այստեղ նաև ուրիշ մտահոգություն է էլի գալիս։ Ֆրոնտ օֆիսի ասած է, հա, այսօր վարչապետը կարծեմ վերջի հարցազրույցի ժամանակ մի հատ այսպես տող ասեց, ես չգիտեմ, հումորով ասեց, թե լրիվ լուրջ ասեց, ասում է նույնիսկ այդտեղ կարող է արհեստական բանականության մարդ էլ չլինի։ Իր խոսքերն եմ ցիտում։ Կարծեմ հայկական կողմը վաղուց ֆրոնտ օֆիս, չէ, մի վարյան։ Ես սենց եմ պատկերացրել, չէ։ Ընդ որում ես ուզում եմ հասկանամ, եթե այդ ամեն ինչ օրինակ Բավրայի տամոժնիում Բագրադաշենում լինելու է նույն, որովհետև չպետք է տարբերվի։ Չէ, մի վարյան պետք է բոլոր տեղերը դու ունես հսկիչ անցագրային կետեր։ Չէ, դա երկկողմ դու ունես, չէ, մի վարյան։ Հասկանալի, բայց դու շարժում ես ոնց ներպետական օրենսդրությամբ, չէ։ Կարող եք ID քարտով անցնել, բայց իրան կարող եք անցնել։ Դա իհարկե յուրաքանչյուր պետության դու ամեն մեկի հետ ունես յուրովի հարաբերություն, բայց գոյություն ունի ներպետական օրենսդրության մեջ հստակ կետեր, որոնք որ աներկբա է, որ սահմանով, եթե սահմանը։ Բայց պարոն Կապետյան, այդ մտահոգությունը թղթով ամրագրված է, որ TRIP-ի փաստաթղթով գրված է, որ Հայաստանի բոլոր ներպետական օրենքները ընդհանրակարգերը պահվելու են։ Իմ մտահոգությունը հետևյալն է, եղբայր, ու այդ մտահոգությունը ոչ դու, որ ձեր ղեկավարությունը այս պահին, եթե ռեալ, հա, ինքնախապեյությամբ չենք զբաղվում, չեք կարող փարատեք, հետևյալն է, հողի վրա ես պետք է տեսնեմ որ իմ մաքսավորը, իմ հարգայինի աշխատողը, իմ այն մարդը, որ հսկիչ անձանային կետում իր ֆունկցիան կատարում, այնպես ինչպես Բավրայում տամոժնիում, այն 3-4 տամոժնիում, ես պետք է տեսնեմ այդ կատարման այդ նույն աշխատանքը։ Դուք տեսնելու եք այդ կատարումը։ Եթե ես տեսնում եմ այդ մտահոգությունը ելնում է, բայց այստեղ է ուրիշ հարց է։ Հիմա ֆրոնտ օֆիսի հասկացությունը, երբ որ բերում ենք, ընդ որում ժողովուրդը թող մի հատ ուսումնասիրի այդ ինչա, որովհետև նախադեպ է մեր համար ամենայն դեպս։ Մեր համար։ Հիմա այդ նախադեպի մեջ մենք պետք է նորից հասկանանք։ Հիմա տեսեք Ադրբեջանի պահանջը եղել է, որ տետատետ շփում հայ մաքսավորի հայ հսկիչյան պետք է չլինի։ Հիմա բոլոր տեղերը, էլի նույն տրամաբանությամբ ունեն այդ կոնտակտը։ Կոնտակտային շփում կա, լավա վադա թե մյուս կողմն է։ Հիմա եթե Միացյալ Նահանգների ինչ որ ընկերական բացեիք, որ ռուսներն էին։
Ես բոլոր դեպքերում մտահոգված եմ, եթե իմ քաղաքացին կանգնած չի։ Տեսեք, Ռուսաստանի քաղաքացին։ Ես էդել եմ մտահոգված։ Այնտեղ է ուրիշ խնդիրներ կար, դուք լավ գիտեք ինչ խնդիր։ Բայց եկեք հիմա շատ թեմայից չհեռանանք, Խաղաղ Կարապետյան, որ մի րոպե։ Այդ խնդիրները, որ մտահոգություններ եք ներկայացնում, փառատված են թրիպի փաստաթղթով։ Տեսեք, Front office-ը, back office-ը չի մասնավոր, back office-ը վերահասկելու front office։ Մի րոպե, front office-ը վերահասկելու։ Ես գիտեմ ինչ է գայած, ես ասում եմ, հասարակությունը, բա ուրեմն դուք այնպեսի աշխատանք տարեք, որպեսզի չփոխեցումը չէ։ Հավուր Պաչաչի եղբայր, ես քեզ վստահեցնում եմ, այդ մտահոգությունը համատարած մտահոգություն է, այդ մեկ։ Համատարած մանիպուլյացիա։ Ուրեմն, դա ուրիշ բան, ուրեմն աշխատեք, կարում եք այդպես բաներ վրա աշխատեք։ Հիմա անցանք մի հատ ամփոփում եմ։ Որևէ իրական պարտավորություն։ Մի հատ բան է ասեմ, եղբայր, ես նենց չի որ հագապան Քննարկում ենք։ Նայեք, եղբայր, մյուսը գալիս ենք ամփոփելուն։ Հա, բայց կարճ որ սկսենք։ Տեսեք, փաստը մի հատ դոգմատիկ ճշմարտություն, ժողովուրդ, փաստացի տվյալներով, եթե չեմ սխալվում, 4.96 միլիարդ էր, բոլորեցին տարին շրջանցեցին 5 միլիարդ ադրբեջանական բյուջեն, նո ռազմական համալրումն եմ ես ասում։ Հայաստանը, եթե չեմ սխալվում, 1.7-ից 1.8 միլիարդ է անում։ Եվ 2.5 Ես մի պարզ բան գիտեմ, տեսեք, արտաքին հետախուզության ծառայությունը, երբ որ մտահոգություն է հայտնում, իդեպ այդ զեկույցները կան, դե իրանք բերանով մտահոգություն են հայտնում, առավել եւս որ 40% աճ է եղել իրենց ռազմական բյուջե, 16 թե 14% մերին բան, անցած տարվա բանն եմ ասում, փաստացի, հա, Ադրբեջանի ռազմական բացեք կարտացեք, եղբայր, հաստատ տվյալ եմ ասում, մի հատ նշի մոտդ կբացես կնայես։ Հիմա պլյուս որ մեր մոտ հագարակը հասկանալի կամ ոչ հասկանալի պատճառներ, եկեք Եղբայր փաստացի տվյալներով ես շարքային վերլուծաբան չեմ որ գամ ինչ-որ թվեր կրակեմ ամփոփեք թե չէ կանցնենք քննարկել փաստացի տվյալները բացեք կնայեք բացեք նայեք ուսումնասիրեք իրանց զեկույցն եմ ասում թեմայից մենք արդեն ավոր շեղվել ենք թեմայի շրջանակում խնդրում եմ որ սկսում ենք ամփոփել տեսեք այստեղ նաև այդ մասն է որ թեման հիշեցնում եմ այցն է Հայաստան եւ Ադրբեջան ես մի փաստ գիտեմ որը դոգմատիկ իրականություն է Դա հետևյալն է, իրական խաղաղությունը լինում է, երբ որ ուժերի, պետությունների միջև ռազմաքաղաքական խախտված բալանսը վերականգնում է, ուրիշ տարբերակ չի լինում։ Քիչ կսկսենք ամփոփել, շնորհակալ եմ, պարոն Քերփյան, սկսենք ամփոփել ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցներ Երևան եւ Բաքու, ընդհանրապես այս process-ները ձեր կարծիքով ուր են տանում, կայունություն, համագործակցություն, խաղաղություն, թե ձեր մտահոգությունները չեն փարատվել, խնդրեմ։ 1-2 րոպե սահմանում խնդրում եմ։ Եթե վերևից նայենք, հա, helicopter view, գետնի վրա ամեն ինչ լավ է երևում։ Հա, բայց երբ որ խորանում ենք արդեն մանրամասների մեջ, լիքը մտահոգիչ բաներ կան։ Հայաստանի փոքրացված տարածքը ամենամեծ մտահոգիչ բանն է, որի մասին ընդհանրապես չի խոսվում այս ընթացքում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության վերականգնման հարցը, որը լինելու է խաղաղության իրական երաշխիքը, որի մասին մենք չենք խոսում ընդհանրապես։ Եվ դեռ այդտեղ խզվածքը ավելի ու ավելի է մեծանում։ Չենք խոսում Թուրքիայի դերի մասին, որը միշտ ասում է Հայաստանի հետ հարաբերությունը կլավացնեմ, եթե հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանա այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Եվ մենք մոռանում ենք այստեղ մի շատ կարևոր գործոն եւ խաղացող Իրանը։ Միացյալ Նահանգները պարզ է, որ տևական ժամանակ է փորձում է Իրանի շրջափակումը ամբողջականացնել եւ ճնշումը մեծացնել, հասցնել մաքսիմալի, որպեսզի Իրանը համաձայնվի իր ներկայացած պահանջներին։ Եվ Իրանի շուրջ ընդհանրապես գետ 1 խաղաղ սահման կա, դա Հայաստանի հետ սահմանն է, եւ այստեղ մենք բերում ենք Միացյալ Նահանգներին, եկել է Միացյալ Նահանգները, մենք թույլ ենք տվել, եկել է եւ ստեղծում է շահերի բախման տարածք, Հայաստանի տարածքը դառնում է շահերի բախման տարածք։ Եվ մենք դրան ընդհանրապես ոչ մի կերպ չենք դիմադրում։ Չենք դիմադրում, այսինքն հանձնենք ինքնիշխանությունը, ամբողջապես տվել ենք Միացյալ Նահանգներին, հատուկերին չենք տվել, ռուսներին չենք տվել, Միացյալ Նահանգներին ենք հանձնել մեր ինքնիշխանությունը, դրա դիմաց չենք տվել, ոնց որ ռուսներին տային չենք տվել։ Ինչ որ ժամանակ ռուսներին էին տվել։ Հա, բայց հիմա այդ շարունակենք ռուսներին։ Իհարկե ոչ։ Բայց այդ երկը դա հերիքը Ինչ է մեր մոտ բանը ինքնիշխանություն տալ հենց այդ հարցը որ մեր սահմանի
սահմանի նկատմամբ ինքնիշխանությունը մենք հանձնել ենք Միացյալ Նահանգների քմահաճույքին։ Իրենք են որոշում ինչա տեղ ունենալու որտեղ է գրված, հենց այդպես իրենք են որոշում 74-26%-ների հարաբերությունը հետո որոշել։ Դա տրիպլգիության բաժնեմասերի կառուցվածքն է։ Սա տրիպը մի մոռացեք, անցնելու է հիմնականում սահմանով, հա, սահմանային զոնայով եւ այնտեղ Եվ տնտեսական օգուտները 74-26%, դա ինչ կապում սահմանը։ Ուրեմն ներդրումները մի բան է, եկամուտը դրա լրիվ ուրիշ բան է։ Այդ դրանից եկամուտ չի լինելու կառավարման հետ ինչ կապ ունի։ Որովհետեւ Իրանի իշխան լիազորությունը զիջվի, որովհետեւ մեզ դիտողները հասկանան, էլի։ Միացյալ Նահանգներն է որոշում այդտեղ ինչա լինելու։ Դա որտեղ է գրված։ Այդ ով է որոշել։ Կարակ ասեք, այդ 26-74%-ային հարաբերությունը։ Ասեք, որտեղ է գրված, որ ամեն Միացյալ Նահանգներն է կանչում, ասում, այս մի բանը ստորագրեցին։ Ձեր ենթադրությունները չէ, որտեղ է գրված։ Ոչ, դա փաստ է։ Փաստը ցույց տվեք, որտեղ է փաստը։ Փաստը է, որ Միացյալ Նահանգները Իրանը թողել 74%-ը, հետագայում դա ինչ-որ մեկին հանձնելու։ Դա պարոն Քերոբյան, որտեղ տրիպը անցնելու է սահմանով։ Սահմանի կառավարման հետ ինչ կապ ունի, պարոն։ Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է Հայաստան-Իրան սահմանի մասին, որտեղ տրիպը լինելու է որոշիչ գործոն։ Տրիպը լինելու է որոշիչ գործոն Հայաստան-Իրան սահմանի վրա։ Այսինքն Միացյալ Նահանգները այդ բանը ձև չէր գտել Իրանին հակազդելու 43 կիլոմետրանոց այդ սահմաններ բան արել, մնացել հույսը դրել էր Հայաստանի վրա, այսինքն մարդիկ օդային հավաստներ են հասնում, թիրախային խոցումներ են իրականացնում, հույսը բան Հայաստանի։ Դուք կամփոփելիս կխոսեք, խնդրեմ։ Քանի որ ես փորձեցի արագ ճշտել այդ ռազմական բյուջեի պահը, կարծում եմ Օսի մեդիան Կովկասում բավականին զբաղվող եւ տենց հանրահռչակ լրատվամիջոցը 3.8%-ի մասին, այսինքն ես տեսա նաև մեդիա հրապարակումներ կային, որ 50%-ի ավելացել, միտեղ գրած է 60% եւ այլն, բայց ես էլ չեմ լսել 50%։ Չէ, 3.8%, որը կլորացված 4 ռազմական բյուջե։ Այո, համալրումը։ Չէ, դուք ասեցիք ռազմական բյուջե համալրում բարձ չեք ասել։ Հետո ասի ռազմական համալրումը։ Ես անկեղծ եմ ասում։ Լավ, մի օր մեկ այդ թեման քննարկում կկազմակերպենք։ Բայց ռազմական բյուջեն 40% չի ասի բյուջեն կազմում է 4.96 բոլորից 5 միլիարդ է, հետո ասեցի համալրումը, ռազմական բյուջեի համալրումը եղել է 40 միլիարդ, ընդ որում հայկականը մինուս է, այսինքն 14%, իջե խոսքը։ Թեման առաջ մենք խնդրում եմ թեման շատ չհեռանալ։ Թրիփի հետ կապված այդ մտահոգությունները, տեսեք, կարող ենք բազմաթիվ մտահոգություններ ունենանք, օրինակ նույն խաղաղության process-ում ես օրինակ ի տարբերություն շատ մարդկանց չեմ նշում, հա, որ լիակատար, իրական, արժանապատիվ շատ։ Ի տարբերություն պարոն Հակոբյանի չեք նշում։ Չէ, ինձ թվում է պարոն Հակոբյանն էլ որոշակի մտահոգություններ հնչեցնում է, բայց խնդիրը որն է, որ ես էլի կրկնեմ, որ չենք մտածում, որ բոլոր մտահոգությունները պետք է լուծվեն։ Այն որ այո, որոշակի տարբերակված մոտեցումներ կային, որ ուժային բալանսը հավասարակշռված չէ եւ այլն, հակառակը մենք պետք է պնդենք, որ այս ուժային դիսբալանսի պայմանում, երբ որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում, մենք ավելի շատ պետք է շեշտենք ոչ թե անդադ ինչ մտահոգություններ կան, այլ թե ոնց այդ մտահոգությունները, այդ բոլոր խնդիրները լուծեն։ Իսկ ինչ մնում է, քանի որ նշվեց, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը զիջել է ԱՄՆ-ին, այս պետքա որոշակի այտենց հետազոտության մեջ ասում են օպերացիոնալիզացիա, ինչ ոնց ենք դա տալիս, ինքնիշխանություն տալը ինչա նշանակում, որովհետև եթե դա մենք հստակ չենք փաստարկում կոնկրետ Հայաստանը այս 42 կամ 43 կիլոմետրի վրա կոնկրետ ինչ ինքնիշխան լիազորություն է տալիս որևէ արտաքին դերակատարի, դա կլինի ինչ-որ ընկերություն, դա կլինի որոշելու Տեսեք, որոշելու լիազորությունն է տվել։ Ես հասկանում եմ, այդպիսի ձևակերպում չկա։ Հակառակ ձևակերպումը կա։ Օգոստոսի 8-ից առաջ եւ օգոստոսի 8-ից հետո ես եմ իմ գործընկերները բազմաթիվ մեդիա հրապարակումների մոնիթորինգ ենք իրականացրել։ Հենց հետաքրքիր պատկեր, ես կարծում եմ, որ եթե ժամանակ ունենան, կարելի է ֆիլմ նկարել, ինչ էր պնդվում օգոստոսի 8-ից առաջ, ինչ էր պնդվում օգոստոսի 8-ից մի քանի օր հետո եւ ինչա հիմա նարատիվները փոխվել։ Ըստ էության Հայաստանի օրենքները այդտեղ լինելու են, Հայաստանի մաքսային ծառայողները, երբ որ օրինակ նշվում է, որ առերես որևէ ձևով պնդվում էր, որ չեն տեսնելու հայ, բայց եկեք չմոռանանք, որ այլ բաներ էլ են, հա, պնդում ադրբեջանական կողմը։ Ասում են որևէ հայ չի լինելու այդ ուղու վրա, բայց փաստացի անխոչնդոտ նկատի էին առնում այն ժամանակ։ Հա, որ որևէ մաքսային վերահսկողություն չի։ Մեքենայով մինչև Նախիջևան չկան։ Հիմա ըստ էության տեսեք, փոխադարձ որոշակի ակնկալիքներ են բավարարվել, այսինքն դա պետք է շեշտել։ Ասել, որ Հայաստանի 100% ակնկալիքներ, Հայաստանի 100% շահերը արտացոլվել են եւ Ադրբեջանի որևէ ակնկալիք չի դրսեւորվել թրիփի իրականացման շրջանակում, դա էլ է սխալ։ Բայց ամենակարևորը որն է եղել, որ հայկական կողմը միշտ շեշտել է, հատկապես նոյեմբերի 9-ից հետո, որ այդ ուղու վրա Հայաստանի ինքնիշխանությունը ամբողջովին պետք է տարածվի։ Եվ
թրիփի իրականացման շրջանում այնքան པարզ է գրած այդ ամեն ինչը, որ թե մաքսային, թե իրավապահ, թե դատական, թե օրենսդիր, բոլոր օրենքները, բոլոր ներկայացուցիչները այդ ուղու վրա որոշակի վերահսկողություն ունենալու են, ինչպես Հայաստանի բոլոր այլ երթուղիների վրա։ Ես հիշում եմ, որ օգոստոսի 8-ից հետո ասում էին, այ կտեսնենք, բարեք այդտեղ հնարավորություն կունենա մտնելու թե չէ։ Ասում են, այ եթե արտակարգ իրավիճակ լինի, այդպես կլինի, թե չէ։ Ինձ թվում է հայկական կողմը երևի վերցրել է անդիմադիրների բոլոր մտահոգությունները, գնացել է ամերիկյան կողմի, ասեն, սպիսի բայց դա վատ չի իրականում։ Չեմ ասում, վատ չի, իհարկե ես որ կարելի է դիմությանը շնորհակալություն հայտնել, միգուցե գույները երբեմն ես կարծում եմ հատկապես այս տաղավարում ընթացող բանավեճը շատ լավ է, դա մի կողմից հնչում է մտահոգություններ, մի կողմից եւս նշում է մտահոգություններ եւ հայկական կողմը չի կարող ասել, որ օրինակ օգոստոսի 8-ից հետո բոլոր մտահոգությունները վերացնեն խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Բայց թրիփի վերաբերյալ նշել, որ Հայաստանը իր ինքնիշխանություն տվել ամենին կներեք, բայց որևէ հաղում, որևէ ապացույց, որևէ դրա դրսևորում, որ տեքստային գոնե մակարդակում դրանից բխելով մենք կարողանանք պնդում անել, ուղղակի չկա։ Շնորհակալ եմ, խնդրեմ Տիկին Կարապետյան, ամփոփենք սպասելիքների մասով։ Սպասելիքները բավականին դրական նոտաներով են, սակայն պետք է նշեմ, որ այստեղ Վենսի այցի ընթացքում եւ դրանից առաջ էլ մենք սպասում էինք մի շարք հումանիտար քայլերի շուրջ գոնե թե քննարկումների, սակայն դրանք եղան բավականին ցածրաձայն, Բաքվում հատկապես դրա մասին պարզապես ասացին, սակայն հստակ արձագանքներ կամ հետևանքների մասին մենք որևէ բան չտեսանք։ Պետք է չմոռանալ նաեւ արցախահայության լեգիտիմ ինքնիշխանության իրավունքի մասին։ Մարդիկ այնտեղից բռնի տեղահանվել են, իրենք այս պահին չունեն իրենց հայրենիքը, իրենք ունեին ինքնորոշման իրավունք, ինչպես ցանկացած էթնիկ խումբ, եթե մի պահ տեղի ունեցել է ավելացնենք։ Այո, միանշանակ։ Եվ այս ամենի մասին պարզապես ցանկացած հնարավոր հարթակում, հատկապես որ սրանք հումանիտար հարցեր են եւ դրանց բարձրաձայնումը միայն օգուտ է, այսպես ասած, պետությանը։ Պետք է այս մասին խոսել։ Ես կնշեմ, որ այս վերջին օրերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության է առնվել 44-օրյա պատերազմի ընթացքում արտադատական մահապատժի մասին գործը եւ նշվել է, որ փաստերը բավականին խոսուն են եւ խորը քննության են ենթակա եւ սա Ադրբեջանում հերթական անգամ որոշակի բորբոքման ալիք է բարձրացրել եւ իրենք կարծում են, որ այս կոնկրետ այս ուրեմն միեդի որոշումը եւ որոշակի հումանիտար հարցերի շուրջ Հայաստանի եւ նաեւ ԱՄՆ-ի ինչ որ առումով սպասելիքները պետք է դրթեն ադրբեջանական կողմին ինչ որ քայլեր անել։ Ինչ վերաբերում է խաղաղությանը եւ հաստատմանը, թող լինի խաղաղություն, սակայն մինչեւ մենք չունենանք գոնե թե երևացող հարցերի պատասխանները, երևացող խնդիրների լուծումը, ես չեմ ասում դեռ անհետ կորածների ճակատագրի մասին, չեմ ասում մնացած բոլոր խնդիրների մասին, բայց օկուպացված հատվածների դեօկուպացիան, գերիների ամբողջ բոլորի ազատ արձակում եւ մնացած բոլոր խնդիրները, քանի դեռ լուծված չեն, իրական խաղաղության մասին խոսել անհնար է։ Եվ Ադրբեջանը պետք է քայլերն անի ապացուցելու, որ այո, միանշանակ։ Եվ երբ որ ուզում են իրենք անխոչնդոտ կապ իրենց ուրեմն Նախիջևանի հատվածի հետ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր մամուլի ասուլիսների ժամանակ, երբ որ ցույց է տալիս Հայաստանի քարտեզը իր ձեռքում ունենալով նաև Արցվաշենի հատվածը, ես կարծում եմ, որ ժամանակն է, եթե ոչ ուշացած, խոսել այն մասին, որ եթե մենք ցույց ենք տալիս այդ երկու հատվածները որպես Հայաստանի Հանրապետության պետական տարածք, պետք է խոսենք նաև Արցվաշենին հասանելիություն ունենալու մասին եւ եթե Ադրբեջանական Հանրապետությունը խոսում է դեպի Նախիջևան անխոչնդոտ անցման մասին, ապա ժամանակն է խոսել ոչ թե անկլավների շրջանակներում բացառապես Արցվաշենի մասին, այլ նաև անխոչնդոտ, ինչ որ առումով անխոչնդոտ կամ առհասարակ որևէ ճանապարհի մասին, հասանելիության մասին նաև հայկական Արցվաշենին։ Ժամանակն է նաև այդ մասով որոշակի առաջընթաց ունենալ։ Պարոն Կարապետյան, խնդրեմ ամփոփենք։ Դե ես իմ վերջի խոսքի հատվածում ասացի։ Կարող եք շարունակել այն ինչ որ ես ընդհատեցի։ Փորձեմ էլի լակոնիկ։ Խնդրեմ։ Էլի կարծում եմ ու պնդում եմ այն կարծիքը, ինչքան էլ հեգեմոն գերտերությունները փորձեն անգամ բարի կամքի դրսևորում, որպես երաշխավորեն զսպիչ դերակատարություն ունենան, հա, կամ ինչ-որ պարտավորություններ ստանձնեն իրենց վրա։ Մեկը դոգմատիկ իրականությունը մնում է զինված պետք է լինես, պաշտպանական համակարգը վերականգնված պետք է լինի, ռազմաքաղաքական բալանսը, որը խաթարված է խայդարակ ձևով պետք է վերականգնես ու դու նոր ավելի քան վստահ եմ, որ այդ ժամանակ նոր իհարկե էլի
մեր ընկերը նշում էր կոմպլեմենտար քաղաքականություն Ադրբեջանի մասով, դա այդքան էլ այդպես չէր, բայց իրանց մոտ Ադրբեջանը Թուրքիայի մեջ է մտել, էլի, ինքը չէ, այս մասով չէ, իմ ասած ուրիշ մաս է, որ մի բան պնդում եմ, չէ, կարող կասկածի տակ եք դրել, չէ, ուրիշ բան է, կոմպլեմենտար։ Մի կպեք ուրիշին, որ ձեր ժամանակը չխնայ։ Ես էլի չէ։ Ասի սխալ բան եմ, այս կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն կոնկրետ գիտական բացառ, կարող եք նայել ռազմավարական բոլոր Ադրբեջանի Ես չես լսում, ես վիրավորական բանով չեմ ասում։ Ասում եմ Ադրբեջանը կոմպլեմենտար քաղաքականություն կարող ենք այդպես դիտարկենք, որ այսքան բանի հասել է։ Եթե կարելի ասել պայմանավորվածությունների արդյունքում եւ այլն, այսօր որ Արցախը արդեն իր այսպես կոչված տարածքային ամբողջականության մասը, ուրեմն կոմպլեմենտարություն դրսևորել է ռազմական եւ այլն։ Ուրիշ բան էի ասում ես, Թե ուզում եք պարոն Չէ, ասածս ուրիշ բան է, չէ։ Ասածս ինչ է, այստեղ այդ մտահոգությունները մնում են, բայց ես չեմ ուզանա, որ ինչ որտեղ նաև այս ամեն ինչի համատեքստում ուռճացված սպասումներ լինեն ու ինչ որ իրավիճակները ֆետիշացվեն։ Ժողովուրդ, ունենք ինտենսիվ, շատ լավ օրեցօր զարգացող հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կարևորությունը այն է, որ ռազմաստրատեգիական համագործակցության մի շարք ճյուղեր են զարգանում, ողջունելի է, չի կարելի թերագնահատել, բայց եւ այնպես այո, բացեր շատ կան, դրա այդ մասով պետք է աշխատենք, որովհետեւ առանց այդ չի էլ կարա լինի, առավել եւս որ մենք շատ առումով եւ մեր թերություններն են ի հայտ գալիս, հասկանում ենք բացը որտեղ է լրացնենք, բայց էլի գալիս եմ այն մտահոգությանը, այո, գոլեգաները շատ ճիշտ նշեցին, ինչքան էլ այս պահին կարծես ռազմաշունչ հռետորաբանությունը իրենց ծավալապաշտական նկարդումները մի փոքր այսպես զսպվել են, բայց իրենց այդ քաղաքականությունից էքսպանսիոնիստական այդ արեմեդյան Ադրբեջան մտածածին արեստական այդ նարատիվից չեն հրաժարվել։ Ես ամեն օր ուսումնասիրում եմ, հետազոտում եմ իրենց մամուլը եւ ոչ միայն, այնտեղ խայտարակ ձևով իրենց մոտ ռեալ տրամադրված են, որ հաջորդ քայլը Արցախից հետո դա վերադառնալն է ու ես ուզում եմ ի հավելում այս մտահոգություններին Քավլիցի չի ուզենա մի եւս մեկ մտահոգություն, բայց երբ որ Ալիևը ասում է բնականաբար էլ պատերազմը բացառվում է, իմաստ չունի, եւ մենք գալու ենք Հայաստան այլևս ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, առաջի հայացքից ասում ես երևի իրոք թոթափվել են այդ, հա, պատերազմ, այդ ռեալ խաղաղության են գնում, բայց ես ավելի քան վստահ եմ։ Այդ մարդը, որը որ նաև վերջերս հեգնական տոնով ասելով ես ՄԳԻՄՈ սովորած ուսանող տարիներին լսել եմ, որ ազգերի ինքնորոշումը շատ կարևոր սկզբունք է, քան տարածքային ամբողջականությունը, աբսուրդի ժանրի բան ասեց։ Հասկանում ես, որ նաև այդ հեգնանք, այդ մարազմատիկ բանը, հասկանում ես, որ ինքը իր ժողովրդի համար պարզ է, որ նաև հետագա իր այսպես կառավարումը ապահովելու համար պետք է սնի իր սեփական ժողովրդին, բայց դա բնավ չպետք է մենք ընկալենք, որ դա սնում է սեփական ժողովրդի նման խոսույթով։ Հետևաբար միշտ հասկանալի է, որ որքան էլ խաղաղություն, որ մի adekvat մարդը խաղաղություն չի ուզի, ով է ուզում պատերազմ, բայց ուզում ես խաղաղություն կամ պատրաստ եղի պատերազմի կամ քո ռազմաքաղաքական բալանսը կարգավորի։ Բայց այսօր մեքենաներով եկան ի դեպ։ Այսօր հենց մեքենաներով եկան, այո։ Սա վերաբնայքեցում Շուշել թեյ խմելու գնացին։ Բնականաբար ոչ, պարոն։ 20 հոգի ադրբեջանցի եկան, 20 հոգի փորձագետներ են եկել։ 19 իրենց գործընկերներ։ 19-ը։ Եկեք շեշտենք, որ առաջիկայում է հայկական կողմը։ Եվ հայկական, այո, իրենց գործընկերների հանդիպելու, որը երկրորդ արարն էր, որովհետև սա երկրորդ հանդիպումն է։ Իդեպ առաջինը եղել է Երևանում, երկրորդը եղել է Բաքվում, սա երրորդը Երևանում է, նորից Բաքվում է նախատեսվում։ Վերջապես խոսեք ձեր հաշվին, խնդրեմ։ Բայց իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես կամ մեր կառավարությունից ինչ որ մեկը ասել է, որ մենք ընդհանրապես մտահոգություններ չունենք, որ վերջնական խաղաղությունը հաստատվելու մենք էլ գործ չունենք անելու ընդհանրապես, բայց երբեք այդպիսի խոսույթ մեր կառավարությունից չի։ Այո, ես էլ եմ ասում, բայց ես չեմ ասում, որ մենք խաղաղության Սիրելի բարեկամներ, սա իր ամփոփման շրջանն է։ Ես եւ մեր կառավարող թիմը երբեք չի ասել, որ մենք գործ չունենք անելու, մենք մտահոգություններ չունենք, հակառակը ասել են, որ խաղաղությունը հաստատվել է եւ մենք պետք է գնանք խաղաղությունը ամեն օր խնամելու։ Պարոն Հակոբյան, ինձ նայեք, ես ձեզ չեմ հակադարձել։ Խոսելիս ինձ նայեք, պարոն։ Նկատի ունեմ, տպավորություն չպետք է ստեղծվի եւ չի կարող ստեղծվել, որ մենք մտահոգություններ չունենք, ավելին գործընկերները հաճախ իրենց մտահոգությունները ներկայացնելու ժամանակ հղում էին անում Հայաստանի պետական արտաքին հետախուզական ծառայությանը, այսինքն դա փաստում է եւս մեկ անգամ, որ պետությունը, կառավարությունը, իշխող ուժը եւս մտահոգություններ ունի եւ դրանց ուղղությամբ աշխատում է, ավելին երբ գեյների մասին օրինակ խոսքը գնում, նշում է, որ մենք այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տանում ենք, բայց չենք սիրում եւ
գտնում ենք, որ վնասակար է դրա մասին բարձրաձայն խոսելը, այնպես որ տպավորություն չստեղծվի, որ մենք չենք տեսնում այդ մտահոգությունները եւ չենք աշխատում այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Տիկին Կարապետյանը, երբ նշեց, որ օրինակ Ադրբեջանի ցերքում կան ժեստերի համար լավ գործիքներ, որ ինքը ցույց տա, որ իրական խաղաղության գնալու ճանապարհին ենք մենք եւ հաստատված խաղաղությունը իրենք էլ են փորձում խնամել, որի մասին Ալիևը եւս խոսում է, անընդհատ Ալիևը ասում է, որ մենք սովորում ենք խաղաղության պայմաններում ապրել, խաղաղությունը հաստատված է բան։ Այո, Ադրբեջանը այդ գործիքները ունի եւ մենք եւս աշխատանք ենք տանում, որ այդ գործիքները նա կիրառի եւ տեսնում ենք, որ մեր աշխատանքը արդյունքներ է տալիս, որովհետեւ մի քանի դեպքերում Ադրբեջանի այդ ժեստերը կատարել է, օրինակ, չգիտեմ, իր ճանապարհը տրամադրելով, որպեսզի ղազախական, ռուսական եւ անգամ ադրբեջանական բեռները կան Հայաստան։ Ես հիշում եմ նաեւ, որ ամիսներ առաջ խոսում էին, որ Հայաստանը ճանապարհ կտա, անխոչնդոտ ճանապարհ կտա, միջանց կտա Ադրբեջանին, բայց ինքը չի ապաշրջապատվի, բայց մենք տեսնանք, որ լրիվ հակառակ սիտուացիան է, երբ մենք դեռ թրիփը չի գործում, Ադրբեջանը դեռ մեր Հայաստանի տարածքները չի օգտագործում, բայց մենք Ադրբեջանի տարածքները օրինակ օգտագործում ենք։ Խոսքը գնում Թուրքիայի հետ ճանապարհներ բացելու մասին, այդքանն է ուզում ասել, նկատի ունեմ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ պարոն Քերոբյանի անդրադառնամ այդ հատվածին եւս, երբ պարոն Քերոբյանը ասում էր ինքնիշխանության զիջում եւ այդ թրիպը համաձայնագիրը մի քանի էջանոց փաստաթուղթ է, ցանկացած մարդ կարող է բացել կարդալ եւ կտեսնի, որ մի քանի անգամ շեշտվում է ինքնիշխանություն բառը, բայց հետո բացվում է թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, որ այդ ճանապարհին, այդ սահմաններին գործում է Հայաստանի իրավազորություն, ինքնիշխանություն եւ պետական բոլոր մարմինները կարող են իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, պարոն Քերոբյան, այդ թվում եւ սահմանային եւ մաքսային, եւ ինչ վերաբերում է պարոն Քերոբյանը, որ ասեց հիմա մենք Ամերիկան է որոշում եւ մենք անգամ ինքնիշխանությունը կողմներ Ռուսաստանին չենք տվել, Ամերիկային ենք տվել, պարոն Քերոբյան Ռուսաստանի անունը չեմ տվել, դուք Ռուսաստան ասեցիք, ես ասեցի Ռուսաստանի անունը տվել եք դուք։ Շատ լավ։ Ռուսաստանի անունը չեմ տվել։ Հարգելի քաղաքացիներ, կարող եք հետ տալ, նայեք ով է տվել, բայց տեսեք, Կարճ, հա, ապարտում եմ, պարոն Անանյան։ Արդեն իմ հաշվին եք խոսում։ Ապարտում եմ։ Եվ մենք ինքնիշխանությունը չենք տվել ոչ մեկին, Ամերիկային էլ չենք պատրաստվում տալ։ Մենք որևէ ուղղություն փոխելու խնդիր չունենք, մենք ասում ենք, որ ինչպես Թրամփը ճիշտ է նկատել, Հայաստանը որդեգրել է սեփական անվտանգությունը ապահովելու քաղաքականությունը եւ զսպման միջոցով եւ զսպումը պետք է իրականացնի ոչ թե Միացյալ Նահանգները, այլ մենք ու մենք այդ ճանապարհը։ Շնորհակալ եմ, ցելի գործընկերներ, Ֆակտոր TV-ում քննարկում ենք ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան եւ Ադրբեջան այցը քննարկմանը մասնակցում են Ավետիք Քերոբյանը, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Դիանա Կարապետյանը, Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դավիթ Կարապետյանը, միջազգայնագետ Յուրի Մովսեսյանը, Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող եւ Վոլոդիա Հակոբյանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Շնորհակալ եմ Ֆակտոր TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։